որոշակի ռիսկերն է, որով բիզնեսմենը պետք է կրի ու տեղ փող աշխատի։ Այն ինչը բացառել ես, երեքն էլ կյանքը բերելա քո առաջ եւ դու այդ этаպը պետք է անցնեիր։ Բիզնեսի խնդիրները չպետք է սարքես անձնական խնդրեմ ու անձնական խնդիրները չպետք է թողես, որպեսզի անդրադառնա քո բիզնեսի վրա։ Ինչ որ մի բան այն չի լինում, ուրեմն սա նույնպես միջանկյալ մի հատ կանգառ է, որտեղ դու պետք է սինուսոիդի նման սենց ճոճվես կյանքի։ Դա էйֆորիան որ չլիներ, որ երեխու համար ոչինչ չենք խնայի մեր հայերին բնորոշ։ Շատ աշխատելով չի մեծ հաջողությունը։ Մեծ հաջողությունը գալիս է նաև բաց թողելով իրավիճակ, երբ որ դու բիզնեսը թողում ես, որ իր էներգիայով էլ ինքը գնա։ Հայկական կոնյակի ապագան կոնյակ արտադրողների ձեռքում է։ Կոնյակ արտադրող երկիր լինելով, տրադիցիաներ ունենալով չենք խմում կոնյակ, քիչ ենք խմում։ Այն ձեռքի մեջ տակասնելու այդ պատմությունը, որ միջև հիմա պատմում է, դրանից արդեն անցել ենք առաջ։ Ողջույն բոլորին, մենք այսօր ունենք շատ հետաքրքիր հյուր ու շատ հետաքրքիր դիալոգ է մեզ սպասվում։ Մեր հյուրն է Կլուբ Կապիտալի անդամ, արտադրող, գործարար, կապիտալիստ, Արագած կոնյակի գործարանի համասեփականատեր, Գարդենա կառուցապատման մեծ նախագծի հիմնադիր Սարգսյան Սուրենը, Սուրճ ջան։ Ողջունում եմ բոլորին։ Եկել, աղբերես։ Ես առանձնակի խանդավառությամբ եմ հրավիրում հենց արտադրող մարդկանց ինձ հյուր, որովհետև ինչպես նախորդ մեր պատկաստում Գոմսյան Կարանի հետ պատկաստում ես նշեցի, արտադրողները տնտեսության հիմքերի հիմքն են ու այսօր մենք շատ հետաքրքիր դիալոգ ենք ունենալու մի մարդու հետ, ով զրոյից ստեղծել է մեծ բիզնես իր գործընկերների հետ իհարկե եւ այսօր մեր երկրում կոնկրետ արժեք են ստեղծում եւ եղանակ են փոխում։ Եվ մինչև բուն դիալոգը սկսելը ես ուզում եմ նաև հիշատակել մեր գործընկերներին, քանի որ Կլուբ Կապիտալը ինքը նաև համագործակցությունների ակումբ է, եւ միայն այս ոդկասթի շրջանակներում մենք ունենք 3 համագործակցող կողմ։ Առաջի կողմը Spin Production ընկերությունն է, որի հարկի տակ նկարում ենք մեր ոդկասթները, որը ունի 8-ից ավել տաղավար պրոֆեսիոնալ ոդկասթներ նկարահանելու համար։ Երկրորդ գործընկերը Eco-Motors ընկերությունն է, որի հիմնադիրը նույնպես մեր ակումբից է, Արմեն Աբրահամյան։ Արմենը Հայաստանում ներկայացնում է ավելի քան 100 տեսակի էլեկտրական մեքենաներ, թե չինական, թե եվրոպական, թե ճապոնական արտադրության, եւ եթե ցանկանում եք ձեռք բերել էլեկտրական մեքենաներ, իդեպ մեր ակումբից շատ գործարաններ հենց Արմենից են էլեկտրական մեքենա ձեռք բերել։ Եթե ցանկանում եք ձեռք բերել, ապա կարող եք դիմել Eco-Motors ընկերությանը, որը նաև ունի 3-ից 5 տարի երաշխիք ձեռքբերումից հետո, որի մեջ մտնում են բոլոր հնարավոր դեպքերը, իհարկե անվադողեր փոխելուց բացի։ Հետևաբար Eco-Motors-ը ինքը կարա ձեր ցանկացած ճաշակը բավարարել մեքենա ձեռք բերելու հարցում։ Եվ մեր մյուս գործընկերը Sunicity ընկերությունն է, որի հիմնադիրը Հովհաննես Արեստակեսյան նույնպես մեր ակումբից է, սերիական գործարար է, եւ Հովհաննեսը սովորելով Լոնդոնում վերադարձել է Հայաստան եւ մի քանի խոշոր բիզնեսներ է հիմնադրել, որոնցից մեկը հենց Sunicity-ն է։ Իսկ Sunicity-ն արևային էներգիայի ոլորտում Հայաստանում տեղադրված պանելների մոտ 25%-ը ինքն է իրագործել եւ բավական մեծ պրոֆեսիոնալ թիմի, ինժեներական թիմի եւ բարձր որակի արևային պանելների միջոցով շատ երկարատև եւ որակյալ հուսալի պրոյեկտներ է անում, արդեն 10 տարի է շուկայում են մեր ընկերները, եւ եթե կունենաք արևային պանելներ ձեռք բերելու անհրաժեշտություն, կարող եք դիմել Sunicity ընկերությանը, որի կայքի հղումը եւ նաեւ մեր մյուս գործընկերների կայքերի հղումները մենք կդնենք մեկնաբանություններում։ Հետեւաբար, եթե արևային պանելներ, ապա կարող եք դիմել մեր ընկերոջը Հովհաննես Արեստակեսյանին, եթե էլեկտրական մեքենա, ապա կարող եք դիմել Արմենին Աբրահամյան Eco-Motors ընկերությանը, իսկ եթե video production կամ մարքեթինգային ծառայություններ, ապա կարող եք դիմել Spin Production ընկերությանը։ Դե սկսենք։ Սկսեցինք։ Սուրճ ջան, դու նույնպես սերիական գործարար ես, այսինքն գործարար, ով մի ոլորտից բացի էլի ոլորտներում է բիզնես անում, կուզենամ պատմես ոնց եկար բիզնեսի աշխարհ, շատ հետաքրքիր կյանքի պատմություն դու ունես, ես կուզենամ մի քիչ դա բացենք փակագծերով, երբ սկսեցիր, ոնց սկսեցիր, Բիզնեսից ենք սկսում, թե դրանից առաջ։ Արի կրթությունից սկսենք, ես գիտեմ դու ժողովներ, չէ՞ ավարտել։ Չէ, ես ավարտել եմ համալսարանը, մասնագիտությամբ տնտեսագետ եմ, Երևանի պետական համալսարանը։ Այդտեղ մի հատ հետաքրքիր մաս կա, որ ես 6-7-րդ դասանից ես արդեն պատկերացնում եմ ես ինչ պետքա դառնամ։
դպրոցը Երևան պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի հարևանությամբ էր, Այգեձորում, այն ժամանակ ֆակուլտետը այնտեղ էր, ու երբ որ դասամիջոցին կամ դասերից հետո ընկերներով դուրս են գալի, տեսնում ենք այդ ուսանողների հոսքը, այդ ժամանակվանից պլանավորել եմ, որ դպրոցը ավարտելուց հետո պետք է գնամ տնտեսագիտության ֆակուլտետում սովորեմ, ու դրանից հետո արդեն այդ երկաստիճան ուսուցումը ի հայտ եկավ, բակալավրիատ, մագիստրատուրա, այդ տարիքից պլանավորել եմ, որ պետք է ընդունեմ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ, պետք է բակալավրիատից հետո մագիստրատուրա գնամ ու հետո էլ պետք է ասպիրանտուրա գնամ տեխնացուական պաշտպանեմ։ Միևնույն ժամանակ արդեն մի քիչ ավելի հասուն տարիքում իմ համար պլանավորել էի, որ ես չպետք է աշխատեմ բանկերում, չպետք է աշխատեմ ստուգող ռևիզորական մարմիններում ու չպետք է դասավանդեմ։ Բայց այդ ուսուցումը ավարտելուց հետո, ու բակալավրիատից հետո այդ տեխնացուական պաշտպանությունը արդեն ընթացքում եղավ։ Առաջի գործատուս եղել է պետեկամուտների ծառայությունը այն ժամանակ, ու աշխատել եմ հարկայինում, հարկային ծառայությունում, այսինքն առաջին չեն արել եմ արդեն ռևիզորական գործունեություններ, հետո դրան զուգահեռ սկսել եմ դասավանդել, էլ երկրորդ չեներ, ու վերջում երբ որ պետական ոլորտից դուրս եկա, անցա բանկային ոլորտում աշխատանքի, բոլոր 3 չեն արել եմ արդեն, հետո բանկերից հետո արդեն նոր սկսեցի բիզնես գործունեություն։ Էլի արի մի հատ ստեղ ես հարց տամ, էլի ինչով է պայմանավորված հենց այն ինչը դու բացառել ես, քո կյանքում եղել է։ Սա իմ սիրած թեմաներն է մետաֆիզիկայի հետ կապված։ Մի կողմից այն ինչ պլանավորել ես եղել է, տնտեսագիտական կրթություն եւ մյուսը, բայց մյուս կողմից այն ինչը բացառել ես, երեքն էլ կյանքը բերել է քո առաջ եւ դու այդ этаպը պետք է անցնեիր։ Եթե չանցնեիր, չէր գնա։ Քո կարծիքով ինչով է դա պայմանավորված։ Մի հատ էլ հետաքրքիր մաս մոռացա նշեմ, որ այդ ուսուցման հերթականությունը սովորելուց հետո որոշել եմ, որ վերջում բիզնեսմեն եմ դառնալու։ Բայց դե ինստիտուտ ավարտելուց հետո բիզնեսմեն չեն դառնում։ Տենց չի լինում, էլի, կամ ինչ-որ ընտանեկան բիզնեսի շարունակություն է լինում, որը իմ մոտ չի եղել։ Այդ հնարավորությունն էլ չի եղել։ Ու դե ինստիտուտ ավարտել եմ, շուտով պետք է արդեն անձնական կյանքի զարգացումը գնա, ընտանիք կազմելու մնացածը պետք է աշխատեմ։ Որտեղ ու տես հնարավորություն կար պետեկամուտների ծառայությունում ընդունվել աշխատանքի, տես գնացի պետեկամուտների հարկային ծառայությունում աշխատանքի։ Դրանից հետո դե արդեն պաշտպանեցի տեխնացուականը ու տնտեսագիտական գիտությունների տեխնացուս։ Ու դրանից հետո պետք էր դասավանդել որոշակի ստաժի, որ թող ստաժը գնա։ Իսկ այն ինչ բացառել ես կյանքը կոնկրետ բերել է քո առաջ, էլի։ Այո։ Ու այդ այն տարիներն էր, երբ որ հարկային պետական ծառայողի աշխատավարձը սկսում էր 45000 դրամից, ես հենց այդքանով էլ աշխատում էի, չնայած տրանսպորտի ծախսերը բավականին շատ ավելի թանկ էին, որ լևի փող չկար այդ ժամանակ։ Լևի փող կար, բայց ես ինչ չէի կարա թույլ տալ այդ լևի փողի մոտիկ գայ, որովհետև իմ կերպարը դրա մեջ չէր տեղավորվում։ Պարկասու դրա ճանաչում են Սուրենին, հաստատ սա կփաստեն, էլի։ Պարկասու դրա կարիքն էլ չկար, ծնողներս օգնում էին, բավականին երիտասարդ էի այդ ժամանակ։ Ու հետո դարագիտությունների տեխնացու աշխատավարձը 5000 դրամով բարձրացրեցին։ Միևնույն է դա բան չէր փոխում, բայց հետո կյանքը ցույց տվեց, որ այդ 45, 50, 100, 120 000 դրամով աշխատելը ոչ թե ցածր աշխատավարձով աշխատանք էր, այլ ուղղակի կրթության շարունակությունն էր։ Այսինքն ես այնտեղ ստանում էի 45 կամ, չգիտեմ, ընդհանուր միջև 100-200 000 դրամ արդեն բանկային ոլորտում աշխատավարձ, միգուցե դրա օգուտը այդքան չէր, բայց դրա գիտելիքը շատ ավելի թանկ արժեր, միջև այսօր ամեն օր պետք է գալի ցանկացած հարկային ստուգման ժամանակ ինձ երկու բան է պետք է լինի։ Նախ ֆինանսական գիտելիքները, որ հաշվապահությունը հասկանում ես ինչ որ մակարդակի, իհարկե արդեն վաղուց ոչ մասնագիտական մակարդակի, հարկային ստուգումները հասկանում ես, ռիսկերը գիտես, բայց ամենակարևորը դու գիտես հարկային ծառայողի հոգեբանությունը։ Երբ որ դիմացինը գալիս է քո հետ հանդիպման, օրինակ մոտը ստուգում է, տեսուչները գալիս են, ծանոթացնում են, որ ստուգում է լինելու, հանձնարարագրի հետ ստուգում է լինելու, բայց այդպես հետաքրքիր հիմա կնայենք սովորեն կարող է էլ չստացվի այդ տրուկը, բայց հետաքրքիր տրուկ կա, այլ ասենց տղեկ, ոնց է ոլորտը, էլի նույն ձև դժվար է աշխատանքը, մի անգամից ինչը, բան, ոնց, ու հենց ասում ես, որ հա ես էլ եմ նախկին գոլեգային, ես էլ եմ աշխատել, արդեն անմիջապես հարաբերությունները լրիվ ուրիշ մակարդակի, ուրիշ լեվելի վրա է գնում։ Okay, այդ լայֆ հակը աշխատում է փաստորեն։ Հա, մի քանի անգամներ շատ լավ, բոլոր անգամներն է աշխատում, ամեն անգամ տարբեր արդյունք է տալի միջդրական իմիջիալոց։ Դե ամեն դեպքում մենք մի երկրում ենք ապրում ու մի ազգ ենք, որտեղ ամեն ինչ հարաբերությունների վրա է։ Վստահ եմ հարաբերությունները շատ ավելի հարցեր են լուծում, քան ցանկացած գիտելիք, կրթություն, բայց այդ հարաբերությունները ստեղծելու ու սկսելու համար էլ դասիրակություն է պետք։ Դասիրակությունից հետո
արդեն երբ որ դու դառնում ես հասունարդ, հարաբերությունը շատ հարց է լուծում Հայաստանում, դու դա կփաստես վստահ։ Համաձայն եմ։ Դե դու փաստորեն դասավանդել ես պետական տնտեսագիտական։ Ես ուրեմն այդտեղ էլ է խառը ամեն ինչ։ Ուրեմն աշխատում էի հարկային պետական ծառայությունում, սկսեցի դասավանդել Եվրոպական համալսարանում։ Սկզբում դասավանդում էի, այտենց ավելի հետաքրքիր էր ու երևի դրա համար էլ համաձայնվեցի, որ սկսեմ դասավանդել օտարերկրյա ուսանողներին, որոնք եկել էին Հայաստան MBA անելու։ Հիմնական մասը հարևան Իրանական Հանրապետության ու բավականին արդեն կայացած մարդիկ, այո։ Ուրեմն խնդիրը որն էր, իմիջիալից ուսանողներիցս երևի եթե խումբը 8 հոգանոց էր, ես սակավաթիվ էին խմբերը, կրթությունը անգլերեն էր, ու այդ 8-ից, չգիտեմ, 5-ը կամ 6-ը Պարսկաստանում արդեն դասախոսում էին։ Ուղղակի իրանց պետք էր Եվրոպական համալսարանի MBA դիպլոմ, ինչ որ երևի հետական նպատակների համար, ու բավականին հեշտ էր ու հետաքրքիր էր անցնում, որովհետև ինձանից շատերը տարիքով մեծ ու կայացած մարդիկ, ու հետաքրքիր էր։ Դե Պարսկաստանում էլ ունենք կապեր, հա, ճիշտ եմ հասկանում։ Կապերը չի մնացել ճիշտն ասած, չգիտեմ ինչի, միգուցե այն ժամանակ այդ կապերին այդքան արժեք չէի տալիս։ Ու այդպես սկսեցի իրանց դասավանդել ու Եվրոպական համալսարանում ավարտեցի դասավանդումը, երբ որ առաջին հայալեզու խումբ ունեցա հայ ուսանողներին ու երիտասարդային ու դա բակալավրատի վերջի կուրսն էր։ Այդ երեխեքի հետ շփումից հետո էլ չկարողացա մտնել այնտեղ դաս տալու, որովհետև դա մենք ոնց ենք եղել ուսանող ժամանակ դժվար է եղել մեր դասախոսներին հաստատ, իսկ դու գործից հետո հոգնած գնում հասնում ես այդտեղ մի հատ էլ ինչ-որ անհասկանալի իրավիճակ, չնայած բոլորը շատ լավ երեխեք են եղել, շատերի հետ հիմա հանդիպում եմ, բանկային ոլորտից են, միշտ տենց Պարոն Սարգսյան, սաղ բանկը շրջում է, ինչ պարոն Սարգսյան, հետո ես գնում եմ մեր դասախոսն է եղել, արդեն այնքան են մեծացել, մենք հասակակից ենք, յանքել են արդեն ծնողներ, մեծ երեխեք ունեն, դες բավականին հետաքրքիր է։ Ես էլ եմ 6 ամիս դասավանդել եմ ԵՊՀ-ում, ակտուալ մաթեմատիկայի ամբիոնում, այն ժամանակ ուսանողուհիներս ես նայում եմ, ասում եմ, դե ամուսնացած չէի, մտածում էի աղջիկ ընտրելու համար լավ տեղ է, բայց իմ ուսանողները ինձնից փոքր էին բավական տարիքում, հետո ես կին ընտրեցի, ով էլի սովորել է համալսարանը, ու այդ ժամանակ եղել է 3-րդ կուրս, բայց ուրիշ ֆակուլտետից է եղել, այսինքն ճակատագիրը միշտ հետաքրքիր ձևով է խաղում։ Դե վերադառնանք բիզնեսին։ Ոնց եկար բիզնես, ոնց սկսեցիր բիզնեսը ու որն էր առաջի հենց քայլը։ Առաջի բիզնես նախաձեռնությունը արդեն բանկային ոլորտում է աշխատում ու ընտանեկան բիզնես էր կարելի տենց ասել, որոշեցինք, որ զբաղվենք աղջիկս ծնվել էր արդեն, դե առաջի թոռը աղջիկ երեխա, ոնց կսիրեն տատիկ պապիկները, դե մենք էլ ոչ պակաս, որ պետք է սիրուն հագնվի այդ երեխան, շորեր, բան ինչ որ լրիվ ուրիշ տենց թեմա էր այդտեղ գնում ու համարյա բոլոր ամառային արձակուրդները Հունաստանում էինք անցկացնում։ Հունական մի հատ բրենդ կար, որը շատ սիրուն աղջիկ երեխեքի համար հենց հատուկ հագուստներ ուներ ու ինչ որ եվրոպական այլ բրենդերից, որոնք մենք սիրում ենք, որ մեր երեխեն դա հագնի, մեզ շատ էր դուր գալի, դրա նման էր, բայց այլ գնային քաղաքականությամբ։ Ու չգիտեմ ինչի մենք մտածեցինք, վերջում սխալվել էինք իհարկե, որ սա կլինի լավ փոխարինող այդ եվրոպական բրենդերի, որոնք բավականին թանկարժեք են Հայաստանում, այսինքն Հայաստանում։ Այն եվրոպական բրենդերը, որոնք նախընտրում ենք, դրանք Հայաստանում ներկայացված էին։ Ու արժեքը մի քիչ ավելի բարձր է, ծնողական էյֆորիան, որ չլիներ, որ երեխու համար ոչինչ չենք խնայի, մեր հայերին բնորոշ, երևի կարելի ասել կարող է նաև տենց անիմաստ է երեխաները ամիսի վրա մեծանում են էլի։ Ու որոշեցինք որ հունական այդ բրենդը ներկայացնենք Հայաստանում, այն ժամանակ Skype-ն էր, դեռ WhatsApp, բան այդ ամեն ինչը չկար։ Նամակ եմ գրում, նամակին պատասխան է գալի ու Skype-ով ինձ հանդիպում է նշանակում կազմակերպության պատասխանատուն միջազգային զարգացման համար։ Skype-ով հանդիպում է, կոնտակտը մի հատ link-ը, չեմ կարդում, տոլի չերը նշված, չեմ հիշում։ Ու Skype-ը միացավ, նստեցինք, դիմացս նստեց մի հատ տղամարդ, բարև, ինչպե՞ս ես։ Մի անգամից զարմացա, հայ եք։ Ու մի անգամից արդեն անգլերենով բարի անցնենք անգլերենի, հայերենից գիտելիքները այդքան է, պարզվեց պոլսահայեր էին, որոնք 15 թվականից հետո տեղափոխվել էին Հունաստան, այդ կազմակերպության համահիմնադիրներ, չնայած հունական ազգանունով էր կազմակերպությունը ու տնօրենը ազգանունի կրողի հետ էր ինքը կազմակերպությունը հիմնադրել, կամ միգուցե ազգանունը կրողներ հենց ընտանեկան անվանումով էր հիմնադրել էր կազմակերպությունը, հետո այս մարդը միգուցե միացել էր։ Մի խոսքով co-founder, CEO Ավետիս Բալյան։ Ու սկսեցինք իրար հետ աշխատել,
Հայաստանում երբեք չէր եղել, չնայած ծնողները բավականին տարիքով մեծ էին, բայց ամեն մեկը մի քանի անգամ Հայաստան եկել էին, շատ են սիրում, բայց ինքը ասում էր, ես ամեն օր բիզնեսի մեջ Հայաստան չեմ եկել երբեք, բայց կակրաս հեսա խանութը կբացենք, առիթ կլինի կգանք Հայաստան, ու այդպես էլ եղավ, այդ թվերին համընկավ Հունաստանից մեծ դելեգացիա եկավ նախագահի գլխավորությամբ Հայաստան, ու Հունաստանում հավաքեց ինչ-որ բիզնես հասարակությունից ներկայացուցիչներ, որ հետո բերի Հայաստան, Ավետիսը դրանց շարքում էր։ Եկավ Հայաստան, հանդիպեցինք, շփվեցինք, ուրեմն հետաքրքիր է որն էր, որ մեր իրար այդ շփման ողջ ընթացքում ես գիտեի, որ ինքը բարև ու ոնցից հետո ուրիշ ոչ մի հայերեն բառ չգիտեր։ Բայց այդ որ Հայաստան հյուրընկալվելու օրերից մեկում հանդիպեցինք ու պետքա հայրս էլ միանար մեզ, եկա նստան սեղան ու սկսեց պապայիս հետ հայերեն խոսալ Գրիգոր ջան։ Ասում եմ, ավետիս, բա դու ինձ ասում ես, որ հայերեն չգիտես, բայց ես ձեր խոսակցությունը չեմ թարգմանել բացարձակ։ Դու փաստորեն հայերեն ես խոսում։ Ասում ես, մոռացել էի, որ այսքան հայերեն գիտեմ։ Իրականում հայեր մնացել, հայերեն էր խոսում։ Ու այս մարդու հետ բավականին մեծ փորձ ուներ ինքը բիզնեսի ու կյանքի։ Մի խոսակցության ընթացքում ինքը ինձ մի բան ասեց, Սուրեն, ինչ ես դու մտածում, որ փող աշխատել է, դա մենակ էժան առնել, թանկ ծախելն է։ Սկսնակ բիզնեսմեն էլ չէինք, չէր կարելի ասել, փորձում էինք դառնալ, ու այդ միտքը մեջս մնաց։ Ինչ ես դու մտածում, որ դու պետք է էժան առնես, թանկ ծախես, այդտեղ փող աշխատես, եթե դու ինքդ հետը շփվում եմ ունես գիտելիք, կապեր, փորձառություն, որը կարաս օգտագործես ու տեղից փող աշխատես, ճիշտ ասած այդ բանը զարմացա, այսինքն ոնց Բայց բիզնեսը մենակ առևտուրը չի, հա, այդ էլ մեսիջը։ ինքը ուզում էր ասել, որ քո կապիտալը հենց դու ես, քեզ մոնետիզացիա, դու okay. փող աշխատի նրանով, ինչ որ դու կաս, ունես գիտելիք, շրջապատ, կապեր, էներգիա, երիտասարդ ես, ու փորձառություն, դա պետքա փող դառնա էլի, ու ես չէի հասկանում դա ինչի մասին է, բայց հետո Եվս մի քանի հաջողված ու անհաջող բիզնես փորձերից հետո այդ բանկական հագուստի խանութներ էր անհաջող փորձերից մեկը։ Այսինքն այս առաջի բիզնեսը fail ես արել, հա։ Առաջինն էլ կարելի ասել դրանից հետո եւս 1-2 բիզնեսներ fail եմ արել, բայց ինչքան գումար կորցրեցիր։ Դժվար եմ ասեմ, երևի առաջինի ժամանակ մոտ մի 100-150 հազար եվրո եմ կորցրել։ Այդ փողը քեզ որտեղից։ Այն բիզնեսին չէ ընտանիքիս խնայողությունների հաշվին սկսել ենք ինչ-որ մի բան։ Դա մի քիչ մեծացել էր, հետո մի քիչ փոքրացել էր։ Իմիջիալոց շատ տարօրինակ բան եղավ, որտեղ արժեք այդ մեր համար բոլորիս համար վատ հիշողություն է։ Քարորիա պատերազմից հետո կտրուկ ոնց որ իմ խանութ էլ մարդ չմտներ։ Եթե միջեմ այդ ամեն ինչ օքեյ էր, ինչ որ բան երևում էր, որ հեսա ստաբիլանում է, քարորիա պատերազմից հետո ոնց որ այդ բոլոր իմ գնորդները էլ խանութ չգային։ Հասկացա։ Ու դրանից հետո հասկացանք, որ արդեն ուրիշ բիզնեսներով զբաղվում եմ, ես հասկացա, որ ուրիշ բիզնեսից աշխատած գումարը բերում եմ ստեղի թեկուս հենց նույն ապրանքը ներկրելու։ Այսինքն կապրել է որոշակի ժամանակ։ Բավականին երկար ժամանակ ապրել, իհարկե ապրել է։ Անունը կասես խանութի։ Մինի Ռաքսևսկի էր կոչվում։ Ռաքսևսկին երկու բրենդ էր, Ռաքսևսկի մեծերի, կարծեմ հիմնականում կանացի հագուստ էր, ու Մինի Ռաքսևսկի երեխաների, արդեն համ տղաների, համ աղջիկների։ Մի ընտանիքի բիզնես էր, մեծերի հագուստը դա մի քրոջինն էր, փոքրերինը մյուս քրոջինը ու Ավետիս Բայլյանինը։ Հասկացա։ Այսինքն դու զուգահեռ նաև մյուս բիզնեսի մեջ ես մտել արդեն։ Ու էլի մեկից ավել։ Այդ դրանց մասին էլ կա։ Ունեցել եմ նաև տաքսի ծառայություն գործընկերներիս հետ միասին։ Այդ ժամանակում Հայաստանում տենց աչքին գնող ակնառու բիզնես էր, որովհետև բոլորը նոր մեքենաներ էին, բրենդինգ արած, կողքը նշված, որ սա էս ինչն է, փորձում ենք վարորդների մաքսիմալ մաքուր ավտոներն էլ կոկիկ պահենք, համագործակցում ենք շատ հյուրանոցների հետ ու այդ կորպորատիվ պատվերները բավականին մեծ ադաչան էին, այսպես ասած, բավականին մեծ գումար էր գալի տեղից, բայց տենց որոշել ենք ամենաիդեալական տարբերակով ռիսկերը բոլորը հաշվի առնենք, ինչքան հնարավոր է զսպենք, եզակի տաքսի ծառայություն, որը ուներ կասկո ապահովագրություն բոլոր մեքենաների համար, փաստացի ինչ գումար աշխատում ենք, որպեսզի մեր եկամուտը լիներ, ապահովագրության գումար էինք տալիս։ Ռիսկերը զսպել էինք, բայց հետո ենք հասկանում, որ այդ որոշակի ռիսկերն է, որը բիզնեսմենը պետքա կրի, ուտեղ փող աշխատի։ Նույնիսկ ունենք գործընկեր, եթե չեմ սխալվում, շվեյցարական կազմակերպության հայկական ներկայացուցիչներ ու անընդհատ դեպի մարզեր իր աշխատակիցների ուղևորություններ ունենում, իրանց պահանջով նաև բացի կասկոն, որ փակում էր այդ ռիսկը, նաև ունենք կյանքի ապահովագրություն, ուղևորի կյանքի ապահովագրություն ու նույնիսկ մի անգամ պետք եկավ Գյումրու ճանապարհին մեքենան շրջվեց, կարծեմ շրջվեց կամ վթար եղավ, ու այդ ապահովությունը պետք է։ Իհարկե առանց դժբախտ պատահարի, ամեն ինչ օքեյ էր, բայց մի խոսքով ու իրանք հենց մեր հետ էին աշխատում, որովհետև մենք այդ ապահովությունը իրանց համար ձեռք էինք բերել։ Հետո եկավ արդեն այս մոբայլ տաքսի այդ ծառայությունների ժամանակաշրջանը, Yandex ու մնացածը,
այդ ժամանակներում շատ դժվար էր Սկզբում Gigi-ն է եղել։ Այո, նաև Gigi-ն դրվել, հետո Yandex-ը մի 3 տարի հետո մտավ շուկա։ Ճիշտ է, բայց Gigi-ն իմ հետ չէր առնչվում, որովհետև Gigi-ն մասնավորի հետ էր աշխատում, մասնավոր վարորդների, ես տաքսի ծառայություն էի։ Ես ունեի ավտոպարկ, Gigi-ն իրանց հետ չէր համագործակցում։ Yandex-ը եկել առաջիններից մեկն է մեղեում հետ հանդիպել, որովհետև մեքենաները քաղաքում աչքի են ընկնում, բայց վարորդներին հնարավոր չէր ուղղակի համոզել, որ դու պետքա application-ով աշխատես ու քո մի ուղևորությունը կարա լինի 300 դրամ, որովհետև մինիմալը սահմանված էր 600 կամ 700 դրամ, չեմ հիշում։ Բայց այդ ժամանակ չենք նեղվում ֆինանսապես, որովհետև ունենք կորպորատիվ պատվերներ, ու այդ ամեն ինչը բրծավ COVID-ի հետ։ COVID-ը սկսեց հյուրանոցները փակվեցին, կորպորատիվ պատվերները զրոյացան, ու մենք մնացինք մեր ավտոպարկով առանց պատվերների, որովհետև չենք ինտեգրվել Yandex-ին։ Այդպես ինտրիգը գնալով շատանում է, ոնց մտար կոնյակի բիզնես։ Ուրեմն ընկերների միջոցով ծանոթացա մի գործընկերոջ հետ Ռուսաստանից, շատ մանրամասների մեջ չխորանամ, ու ինքը արդեն աշխատել էր ոլորտում Ռուսաստանում, շուկային որոշ չափով ճանաչում էր, կապեր ուներ, բրենդինգ, on-line 3D մակարդակով ինչ-որ տենց rendering, պատրաստի պրոդուկտը գործընկերոջը առաջարկել, առաջի պատվեր, ու պատվերը պետք է Հայաստանում արտադրվի, ու մենք մեզ ընկերս ծանոթացրեց միասին, այդ ժամանակ դեսեփական արտադրություն չունեինք, ու մեր բրենդով, մեր բրենդինգով, մեր հումք նյութերով սկսեցինք Հայաստանում գործարաններին պատվիրել մեր կոնյակի արտադրությունը։ Հետաքրքիր է։ Ամենահետաքրքիր մասն է, որ քո ասացի պես, սա 0 դրամով ստեղծված կազմակերպություն է։ Ես էլ, գործընկերս էլ միասին օգտագործել ենք այն ռեսուրսը, ինչ որ մենք ունենք։ Ինքը նստել է տունը գիշերը նկարել է կոնյակ, դրա 3D մոդելն է հանել, պատրաստել է առաջարկ, գնացել է ճանաչած հաճախորդների մոտ առաջարկելու։ Սուրժան, կներես էլի, այստեղ շատ կարևոր մի հատ բան է, մեսիջ եմ ուզում մեր ընկերներին փոխանցեմ, որ կոնյակի գործարան ստեղծելու հիմա կգանք մենք դրան, ստեղծելու համար պարտադիր չի դու հենց միանգամից մի քանի միլիոն դոլարով գործարան կառուցես ու մտածես սպառման շուկայի մասին։ Կոնյակի բիզնես կարելի է մտնել հաճախորդ գտնելով, product brand ստեղծելով եւ outsource անելով, ու դա մենակ կոնյակին չի վերաբերվում, դա բազմաթիվ, չգիտեմ, ինչքան արտադրանքի տեսակ կա, որ Հայաստանում արտադրվում է, վերաբերվում է, ճիշտ է։ Ու ոչ միայն Հայաստանում, աշխարհում շատ բրենդեր կան, հիմա չեմ հիշի չանդրադառնամ, բայց շատ մեր համար ակնառու հայտնի բրենդեր կան, որոնցից ոչ մեկը սեփական գործարանա չունի։ Շատ հեռու չգնանք, բոլորի համար տենց մի հատ շատ ակնհայտ օրինակ։ iPhone-ը արտադրվում է ոչ թե Apple-ի գործարանում, այլ Չինաստանում մի կազմակերպությունում, անունը հիմա չեմ հիշի, ու երբ որ Թրամփի առաջին նախագահության ժամանակ հարց դրվեց, որ արտադրությունը պետքա բերեն Ամերիկա, Apple ուղղակի հրաժարվեց, ասեց Ամերիկայում այս որակի պատկերացա Չինաստանում Ամերիկայի մասին ենք խոսում, ասեց ամերիկյան արտադրողը այս որակի հեռախոս չի կարա այս մատակարարի, ես բոլոր զրկանքները ճակերտավոր կկրեմ, բայց իմ պրոդուկտը կարտադրվի Չինաստանում։ Ու միջև այլ Չինաստանում դա իրանց գործարանը չի։ Հիմա երկրորդ location ունեն Հնդկաստանում արտադրությունը, այդտեղ էլ վստահ չեմ, որ Apple-ի գործարանն է։ Հաստատ ինչ-որ կապալարու է, այսպես ասած, էլի։ Ու բրենդի զարգացումը եղավ, պրոդուկտը մշակվեց։ Իսկ այդ առաջի ապրանքը գնաց, առաջի ֆուրը գնաց, հա, ճիշտ եմ հասկանում։ Հաճախորդին վաճառեցինք X գումար, 25%-ից ավել չէր կանխավճարով, հայկական գործարանում քննարկեցինք հետվճարի պայման, մնացած 25%-ով ձեռք բերեցինք շշեր, էտիկետկաները, արկղը, խցանը ու մնացած բաները, որոնց համար մեզ ուղղակի հետվճարի պայմանով չէին վաճառի, որովհետև մի մասը ռուսական մատակարարներ էին։ Գործարանը համաձայնվեց հետվճարի պայմանին, պատվերը եղավ ու արտանվեց առաջին մեքենան։ Հետո, չգիտեմ, չեմ հիշում արդեն 30 կամ 45 օր հետո գումարը եկավ, բոլորի պարտքերը տվեցինք ու հստակ երևաց աշխատած գումար։ Փոքր բիզնեսի մեջ լավ է դա, ցիկլը կարճ է, մի անգամից տեսնում ես ինչքան գումար ես աշխատել։ Հետո այս process-ը շարունակվեց, գործընկերները փոխվեցին, շատ գործարանների հետ համագործակցեցին։ Շուկան էլ մեծացավ, չէ՞, ճիշտ է։ Իհարկե, դե մենք անընդհատ փորձում ենք զարգացնել բրենդը, մասնակցում ենք հնարավոր բոլոր տենդերներին, on-line հարթակներում, off-line հարթակներում, ինչ հնարավոր որտեղ ձեռքերս հասնում էր, որի մասին կարող ենք իմանանք։ Ու սկսեցինք աշխատել այդպես, համագործակցել ենք, եղել է որ միաժամանակ մեկից ավել գործարանների հետ, բայց շատ գործարանների հետ համագործակցել ենք ու հաստատ մեր ու իրանց հարաբերությունները, փոխադարձ վստահությունը ու իրանց ինձ ապրանք տրամադրելու հետվճարի պայմանով դա շատ է օգնել բիզնեսի կայացմանը։ Բայց ինչ որ մի կարողացել ես բանակցես, էլի, կարողացել ես չունենալով ոչ մի բան, մարդկանց հետ բանակցես, որ թող ապրանքը գնա հասնի վաճառի փողը։ Հիշեցինք Ավետիս Բալյանի խոսքը, որ դու պետք է քո շրջապատը, քո փորձը, քո գիտելիքը օգտագործես, դրանից փող սարքես։
Այդպես դարավ ու Իսկ երբ որոշեցիր գործարան արդեն կառուցել։ գործարանը ընդհանուր գործընկերներով պրոյեկտ է, մեր մասնաբաժինը դե բավականին փոքր է, բայց դա մեզ թույլ է տալի արդեն ինքներս կարգավորենք ու կառավարենք արտադրության ժամկետները, արտադրության կազմակերպումը, արտադրության որակը, որոնք շատ կարևոր են, երբ որ ծավալը աճում է, որովհետև ռուս գործընկերը, մեր ռուսաստանյան գնորդը, երևի թե աշխարհի ամենատենց կմահաճներից մեկն է, ահա որ կապրիզնի են, ու իրանք ոչինչ չտալով պահանջում են ամեն ինչ։ Այսինչ օրը, այսին ժամին, այս որակի, այս թուղթ ուղարկեք, այս նկար ուղարկեք, այլ գործանում երբ որ պատվիրում ես ինչ-որ մեծականակ արտադրանք, դժվար է ասել, որ ամեն 30 րոպե մեկ თუ ինչ-որ մեկը շիշը նկարի, նկար ուղարկի։ Ու դու չես կարող նույն նկար ուղարկես այնտեղ, ինչ-որ մեկը նստած պարտադիր նայում է, որ այսի հանկարծ նույն նկարը չլինի։ Ահա։ Ու սրա նման պայմաններ, ծավալների մեծացում ու Որ խանութներում հիմա կա Ռուսաստանում։ համարյա թե բոլոր գրի։ Հա, բոլոր ֆեդերալ ցանցերում։ Բոլոր ֆեդերալ ցանցերում կարծես թե կանք, եթե ինչ-որ միտեղ չկան կամ բանակցում ենք կամ ինչ-որ ժամանակավոր դադար ենք վերցրել։ Ամսական քանի ֆուրա արտահանվում։ Քանակները կդժվարանամ ասեմ, որովհետև ինքը անընդհատ աճող process է։ Տես, միջև սեփական գործարան ունենալը մենք սահմանափակվել ենք մոտավորապես, շշի հաշվարկով տանեմ, չնայած դա մասնագիտական չի, հիմնականում լիտրերի հաշվարկ են տալի։ 1 միլիոնից 1 միլիոն 200,000 շիշ արտահանող ենք, բայց գործարան, սեփական գործարան ունենալը արդեն նոր բանակցությունների հեռանկար բացեց ու մենք օգտվեցինք ու օգտագործեցինք դա։ Գործարանում եղել է առաջի շշալցված կոնյակը հենց այդ օրն է շշալցվել իմիջայլոց հուլիսի 9-ին առաջի շիշն է այդ հոսքագիծը արտադրել, դրանից ուղիղ 365 օր հետո թիվը ամփոփել են 3 միլիոն 888,000 շիշ։ Ֆանտաստիկ աղա։ Այդ այն դեպքում երբ որ միջև այդ 1,200,000 շիշը պիկներ։ Իդեպ թույլ կտած ես այդտեղ մի բան պատմեմ մեր հանդիսատեսին։ Մենք անցած տարի հուլիս ամսին Հայաստանում արեցինք Ալյանս ակումբների սլոտը եւ վերջին օրը, երրորդ օրը դա հենց Սուրենի ասած օրն էր, երբ մենք գնացինք գործարան մեր հյուրերին ծանոթացնելու Հայաստանի կոնյակի տրադիցիաներին եւ այն մարդով ձեր կողմից մեզ պատմեց, բան այդ ամեն ինչը ներկայացրեց իմ մոտ։ Այո, նոր սեր առաջացրեց կոնյակի հանդեպ, նոր հարգանք առաջացրեց կոնյակի հանդեպ եւ մենք նաեւ այդ օրը խորհրդանշական ծառատուն կարեցինք մեր բոլոր ակումբների նախագահներով ծառ տնկեցինք ու ծառը խորհրդանիշներ բոլոր 4 տարերքների միքսի հողի, արևի, օդի եւ ջրի մենք տնկելուց հետո ջրեցինք, դեպ կան չէ ծառերը։ Իհարկե, աճում են բավականին փարթամ, շատ շուտով կարանք դրան շուքի տակ ինչ-որ միջոցառում։ Իդեպ քեզ ես ուզում եմ օգտվելով առիթից քեզ հատուկ շնորհակալություն ասեմ այդ ընդունելության համար, որովհետև եւ մի կողմից մեր համար մեծ պատասխանատվություն էր մեր հյուրերին կոնյակագործության տրադիցիան ցույց տալու ձեր մոտ, եւ մյուս կողմից էլ այդ ծառատունկը, որ դու առաջարկեցիր հենց կոմոդ անենք, դա նույնպես ինքը խնամք է պահանջում։ Մի օրով չի, մի օր եկար դրեցիր, գնացիր, չէ, դու ամեն օր խնամում ես, որի համար ես քեզ շնորհակալ եմ։ Եվ մի հատ կարևոր բան էլ ասեմ, մենք նաև այդ օրը մեր բոլոր հյուրերին նվիրեցինք կոնյակ։ Մտածում ենք ինչ նվիրենք, քո հետ էլ քննարկեցինք բան եւ պատկերացնում եք ինչ օրիգինալ բան մտածեցինք, բոլորին 1 լիտր կոնյակ նվիրեցինք, բոլոր մեր հյուրերին եւ բոլոր մեր հայ գործարաններին եւ հետո այդ նվիրած կոնյակը հետ բերեցինք եւ լցրեցինք մի տակառի մեջ, որ բոլորի այսպես ասած էներգիան խառնվի այդ տակառի մեջ ու սկսեցինք այդ տակառի վրա ստորագրել։ Ճիշտ է։ Ու այդ տակառը հիմա նույնպես պահվում է մեր սենս մոտ։ Կոնյակի սպիրտերի։ Այո, եւ 10 տարի հետո մեր նպատակը նա է, որ մենք բացենք ու էլի մեր դրսի գործարանների ներկայությամբ նույն հյուրերի։ Այո, նույն հյուրերի ներկայությամբ խմենք կոնյակը այսպես տրադիցիաների մասին է ու մենք ֆանտաստիկ բան ենք մտածել, մեր հյուրերը ասենց ապշել էին, թե այսինչ խորհրդանշական խորը ծես արեցինք մենք, փաստացի ծես էր ինքը, ասենց բաժանեցինք, հետո բոլորն եկան, սկսեցինք լցնել, ստորագրել։ Բայց եթե դու դες մի հատ էլ ես շնորհակալական խոսք ասեմ, որովհետև միջև այդ երկար ժամանակ շատ երկար չէ, բայց բավականին ժամանակ գործանը շինարարության, մոնտաժի ու այդ ամբողջ process-ների մեջ էր գնում ու անընդհատ ինչ-որ մի բան պակասում էր, որ մենք ասենք այս օրը պետքա շշալից անենք ու երբ որ մենք միասին որոշեցինք, որ հուլիսին դուք պետքա դուք մենք բոլորս հյուրընկալվենք գործարանում, մի հատ deadline ֆիքսեցինք, որ հուլիսի 9-ին պետքա լինիան աշխատի, պետքա կոնյակ շշալցնի ու դա բոլորիս համար ոնց որ շարժից ուշ հանդիսացավ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ գործընկերներիս, որ նախ այդ գործարանի իրականացումը դարձել է իրական, մեր ամբողջ կոլեկտիվին, որ ամեն ինչ արեցին, որ այդ օրը մենք կարողանանք այդ միջոցառումը տեղ անցկացնենք ու ոչ մի կիսատ բան չունենանք։ Դու մեր աչքերով մենք գիտենք որտեղ ենք թերացել, բայց հաստատ մեր աչքերով ամեն ինչ լավ ա եղել։ Կարող բոլորին շնորհակալություն հայտնեմ
Երևի անգ դեմ կլինեմ, որ անունները ֆիքսեմ, բայց վստահ բոլորին շնորհակալ եմ, որ այս հնարավորությունն ընձեռվել է մեզ, ունենք գործարան, որով հպարտանում ենք, իմիջիալոց վերջերս ստացել ենք ISO-ի վերջի սերտիֆիկատը արտադրությամբ, ինչպես նաև ավելի խիստ պայմաններով կարգավորվող ռուսական 3 խոշորագույն ցանցերի աուդիտ ենք անցել, էլի բավականին բարձր գնահատականներով հուսանք ամեն ինչ լավ կլինի։ Սուրճ ջան, իսկ ինչի Հայաստանում չեք ծախում այդ կոնյակը, ինչի մեր հայ սպառողը հնարավորություն չունի խմելու։ Ազնիվ ու անկեղծ լինեմ, հայկական շուկան ծավալով փոքր է, մարժայով բարձր, բայց հայկական շուկան մի հատ առանձնահատկություն ունի։ Դու անժամկետ կրեդիտով ես ապրանքը վաճառում։ Մեր ապրանքը հայկական շուկա մտցնելը իմ անձնական կարծիքն է, միգուցե սուբյեկտիվ ու կարող է իրականությանը չհամապատասխանի, բայց դու խանութու պոլկայի վրա լինում ես 43/3, պայմանական եմ ասում։ Նոր պրոդուկտ ես, մտնենք բոլոր հայկական սուպերմարկետները, նայենք կոնյակի դարակաշարերը, լեփլեց ունեն, կլինենք հերթական ինչ-որ մեկը դեռ միգուցե չենք գտել այն մի առանձնացնող տարը, որով պետք է առանձնանանք բոլորից, մենք բիզնեսի հաջողությունն է, էլի, երբ որ ինչ-որ Կարմիր օվկիանոսի մեջ ես գոնե ինչ-որ մի Հայաստանում կոնյակի համար Կարմիր օվկիանոսը։ Կարծում եմ Հայաստանում կոնյակի համար Կարմիր օվկիանոսը, չնայած այնպես չի, որ Ռուսաստանում Կարմիր չի օվկիանոսը, բայց Ռուսաստանում շուկան է շատ մեծ։ Ես կարծում եմ, որ մեր հաջողությունը, եթե դա կարելի է այդպես անվանել, Ռուսաստանում եղել է մեր բիզնեսի նոր մոտեցմանը։ Երկու երիտասարդ ֆինանսի նկատմամբ ծառավ, դա կարևոր հատկանիշ է սկսնագործարի համար, կարծում եմ դու պետք է ամեն կոպեկի արժեքը քո տես մաշկի վրա զգաս, որ դուղաս դրա վրա ու ամեն ինչ անես դրա համար։ Մենք փորձել ենք դա անենք ու առանձնացել ենք բոլորից։ Ինձ թվում է գործարարը, որը բալանսում ունի, չգիտեմ, 100+ միլիոն դոլար կամ 10 կամ նույնիսկ 1 միլիոն կամ 20 միլիոն դրամ, մի քիչ ուրիշ հարթությունից է խոսում գնորդի հետ, քան երկու սկսնագերիտասարդները, որոնք փորձում են հաջողել, գործընկերս լուսամուտից դուրս հանելու պարագայում դռնից էր մտնում, դռնից հանելու պարագայում ծխնելուզից էր մտնում, մենք էլ այստեղ փորձում ենք մաքսիմալ անենք, որ ոչ միտեղ հանգարց չթերանանք։ Այդպես, ու առաջի մեքենան, չգիտեմ, արկղը մեքենայի մեջ բարձելուց սկսած արկղը հավաքելուց ինքը ծալված վիճակում է գալի, բոլոր process-ների միջով անցել ենք, գործը ներսից պատկերացնում ենք ու պատրաստ ենք դրան։ Եթե այսօր որոշակի ինչ-որ կապիտալ ունեցող բիզնեսմեն ենք համարվում, մեզ այսօր ասեն արկղ հավաքի, կարծում եմ 10-ից 5-ը կհրաժարվի, կասի ես արկղ հավաքի ինչի մասին է խոսքը, բայց աշխարհի ուժեղները դեռ միջև այսօր էլ նոր բիզնեսում արկղներ հավաքում են։ Համաձայն եմ։ Նա ձեր ընկերությունը անընդհատ ամեն երամսյա խոշոր հարկատուների մեջ է, եւ հիմա հարցը սրան է վերաբերվում, ոնց ես դու նայում առաջ, երբ որ դու աշխատում էիր հարկային ծառայությունում, ուսանող ավարտած, եւ հիմա երբ ինքդ ես խոշոր հարկատու, այս երկու հայացքների այդ խառնման կետում ինչ էմոցիա առաջանում։ Այն ժամանակ ոնց էիր դու նայում խոշոր հարկատուներին ու հիմա լինելով խոշոր հարկատու, խոշոր հարկ վճարող, իդեպ իմ կարծիքով միշտ 400-ի այդ 400-ից 500 ընկած հատվածում է ձեր։ Ճիշտն ասած չեմ հետևում խոշոր հարկատուների ցանկին, որովհետև շատ մեծ միջավայր է տրված, էլի։ Ես կարծում եմ, որ մեր կազմակերպությունը, չգիտեմ, Vivatel-ը, Ամերիաբանկը ու Զանգեզուրի փոխզամոլիբդենական գործարանը նույն ցանկի մեջ չպետք է լինեն։ Խոշոր հարկատու լինելու համար Հայաստանում շատ բան պետք չի։ Դա դեռ ոչինչ չի նշանակում, այսինքն չի նշանակում, որ խոշոր հարկատու ես, ուրեմն ավանդական անուն ասեմ հարուստ ես։ Չէ, այտենց չի։ Հարկայինում աշխատելու ու հիմա հարկատու լինելու մեջ կոնֆլիկտ բացարձակ չեմ տեսնում, բայց իմ բիզնեսի ամբողջ բիզնես գործընթացների մեջ մի հատ կարևոր սկզբունք, որը մեր փոքր ժամանակվա հեռուստացույցի գովազդի մեջից էր հարկերը վճարի հանգիստ քնի։ Իրականում դա միշտ աշխատում է։ Եթե բիզնեսը թույլ է տալի, գիտեմ, որ կան բիզնեսներ, որոնք տարիներ շարունակ այդ հնարավորությունը չեն ունեցել լրիվ սպիտակ աշխատելու, բայց կարծում եմ առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է այդ առիթից օգտվել։ Ես ունեմ ընկերներ, գործնական չեն, զուտ ընկերներ են, որոնք 90-ականներից են սկսել գործարարությունը ու 90-ականներից իրանք միշտ աշխատել են մաքուր հարկային դաշտում, այն ժամանակ իրանք մեծ կոնֆլիկտ են ունեցել, երբ որ պրակտիկան եղել է հարաբերությունների մակարդակի վրա բիզնես հարկային հարաբերությունները պահել ու հետո ուրիշ բան է դարել, բայց իմիջիալից այդպես ընտրել եմ այն հաշվապահական կազմակերպությունը, որը
իմ բիզնեսների մեջ խոշորից սկսած միշտ իրանք են մեզ սպասարկում, որովհետև ես գիտեի, որ այդ հաշվապահական խումբը 90-ականներից սկսած կարացել է այնպիսի մաքուր հաշվապահություն վարի, որ Հայաստանում եղել է բիզնես, որը միշտ աշխատել է 100%-ով հարկային դաշտում։ Ընտիր։ Իսկ հարկայինի հետ հարաբերությունները երբեք վատ չեն եղել, հիմա էլ եթե քննարկում են, այ հիմա ինչ կասեք բիզնեսը ինչպիսին է, ասում եմ, տղեկ, չեմ կարող ոչինչ ասեմ, որտեղ ոչ մի ձև չեմ առնչվում։ Կա ստուգում, օքեյ, հարկայինը գալիս է մոտոստուգման, խնդրեմ տղեկ, ամեն ինչ բացա ու թափացիկ ստուգեք, խնդիրը կհասկանանք, կա, կշտկենք, կպատժվենք դրա համար, եթե լինի էլ, բայց մի քիչ առանձնակի է, որովհետև առանձնահատկություն ունի, երբ որ ամբողջությամբ էքսպորտի վրա ես աշխատում, Հայաստանում շատ հարկ չի գոյանում, որպես այդպեսին թաքցնելու բազա էլ չկա, որ թաքցնենք։ Դրա համար այդտեղ հարց չեմ տեսնում ու մի հատ շատ կարևոր բան կա, որ կապ չունի դու ինչ կարգի բիզնեսմեն ես, իմ տեսակետն է էլի, ինչի ես հասել, ինչ մակարդակի, միշտ պետքա սովորես։ Հենց այդ սկզբունքով էլ առաջ երկու ստուգումների ընթացքում հասկացանք, թե ինչն ենք մենք մտածում, որ այսպեսի ձևակերպում հաշվապահական պետք է ստանա, բայց հարկայինը այլ ձև էր դիտարկում, չնայած արանքում հարկային պարտավորություն չէր առաջանում, բայց հաջորդի մենք սկսեցինք ձևակերպումները հենց այդ սկզբունքով տանել։ Ու երրորդ ստուգման ժամանակ արդեն բացահայտելու բան չեղավ որպես այդպեսին։ Սուր ինձ գիտես ինչ է հետաքրքիր, ինչի գալով մեր սպառողի վարքագծին, էլի, ինչի մենք կոնյակ արտադրող երկիր լինելով, տրադիցիաներ ունենալով չենք խմում կոնյակ, քիչ ենք խմում, ավելի շատ օղի ենք խմում, հա, օրինակ միջոցառումա գնում ես, տեսնում ես, չգիտեմ, 5 շիշ օղի առավ մի ընկեր, բայց կոնյակ չենք առնում։ Եվ նույն ռուսները, Ռուսաստանի մեր սպառողները, իրանց մոտ հակառակն է, իրանք միգուցե իրանց օղին չխմեն, խմեն մեր կոնյակը։ Հիմա հարցը սա է։ Ինչն է խնդիրը, խի մենք կոնյակ չխմող ազգ ենք, արտադրող ազգ ենք, բայց չխմող ազգ ենք։ Շատ լավ, ելի իմ կարծիքը կասեմ դրա մասին։ Ռուսալեզու բնակչությունը մեր հարևան երկրներում, հա, իրանց համար հայկական կոնյակը դա պրեստիժ է։ Այսինքն եթե դու սեղանին դնես ռուսական օղի, թեկուզ լավագույնը, դա այդ ռեզոնանսը չունի հյուրերի շրջանակում, քան դու դնում ես հայկական կոնյակ։ Ռուս սպառողը հայկական կոնյակը խմում է կոնյակի պես։ 50 գրամանոց բաժակով մի անգամից ստոպ կայավ, այսպես ասած։ Հայերի 100-ից 60-ը, եթե նույնիսկ մեկ-մեկ խմել է, բայց ինքը գիտի, որ կոնյակը տես չպիտի խմի, ու ինքը պատրաստ չի, կարծում եմ, սա էլի իմ կարծիքն է, պատրաստ չի խնջույքի ընթացքում, տես մեծ բաժակը վերցնի կամ թեկուզ ծուլպանը, որով հիմա ավելի ընդունված է կոնյակը խմել, ու տես կում խմի։ Իսկ ո՞նց է կոնյակի ճիշտ խմելը։ Մեզ ասած ոնց քեզ դուր է գալի։ Հա, չկա ինչ-որ ստանդարտ իրականում ես կասեմ իմ սիրած ձևը, դե կոնյակի երկու բաժակ կա։ Գործանում դու տեսար, մենք ձեզ կոնյակը հյուրասիրեցինք կակաչանման բաժակներով ավելի փոքր ծավալի։ Հենց ձեռքի մեջ տաքացնելու այդ պատմությունը, որ միջի հիմա պատմա, դրանից արդեն անցել ենք առաջ։ Ձուլպանի մեջ, հա, որը հատուկ կառուցվածք ունի, որ դու խմելու ընթացքում նաև արոմատն ես զգում, որովհետև այդ կակաչի վերևի բացվածքը մոտեցրեցիր բերանիդ, արդեն քթի տալիս է արոմատը։ Ու յան որպես այդպեսին չես տաքացնում։ Նախքին բաժակը, որը հիմա էլ է պրակտիկայում կիրառվում ու շատերի տներում կա, դա մեծ կլոր բաժակներն են, որտեղ ափի մեջ տաքացնում ենք կոնյակը, էլի նույն արոմատը զգում ենք, բայց այնտեղ արոմատը ուրիշ ձև էր գալի, որտեղ այնտեղ բաժակի այս վերևի հատվածը փակվում էր, արոմատը ամբողջությամբ մտնում էր մեջը, չէ՞, մնում էր բաժակի մեջ։ Իսկ կակաչի պարագայում ինքը միևնույն ժամանակ օդի հետ աշխատում է, ու դա ավելի, այսպես ասած, հագեցած է դարձնում արոմատը։ Ու երբ որ եթե նախկինում ընդունված էր, որ կոնյակ խմելուց հետո պետքա, չգիտեմ, լիմոնով, շոկոլադով, դեղցով վերջում համտեսես, ես օրինակ ավելի շատ կողմնակից եմ դրան, որ պետքա խմես ու չհամտեսես։ Ոչ մի բանով։ Հա, որովհետև երբ որ մի քիչ ոլորտի մասնագետերի հետ շփվելուց հետո, որը իմ մոտ էլ է վերջերս սկսել, փչացրել են իմ ալկոհոլ օգտագործելու պրակտիկան ու ինչի համար էր դա արում։ Այսինքն նախկինում խմում էինք մի հատ լիսկա թափվենք, հիմա խմելու ընթացքում 1-2 տենց ուղղություններ կա, որոնց պարտադիր ուշադրություն ես դարձնում ուզենալով հասկանալով խմիչքը։ Խմում ես սկզբից առաջինը քթի տա մոտենում արոմատն ես զգում, հետո առաջին կումը արեցիր մի հատ ընդհանուր համա, հետո կումը կուլ տալուց հետո սպասում ես իա հետ համին։ Օ մի քիչ ավելի երկար process է։ Դե դու պատկերացրա հայկական խնջույքին այդպես կոնյակ խմես, կստացվի։ Հա, չէ։ Ու հիմա ավելի շատ մարդիկ գիտեն, որ կոնյակը տենց է պետք խմել։ Դա համար հայկական խնջույքներին մենակ հարսանիքին ենք դնում։ Ու հարսանիքին էլ կոնյակը դնում ենք դրա համար, որովհետև գալիս է տրադիցիա, որ հայկական հարսանիքի սեղանին պետքա լինի կոնյակ։ Երբ է լինում կոնյակը սեղանին, հարսանիքին, կնունքին կարա լինի, նշան դրեքին, մեկ է նոր տարվա սեղանին։ Իդեպ ես մի բան ասեմ, սուր կոնյակը ինքը հետաքրքիր խմիչք է, որտեղ էլի բնության 4 տարերքները միանում են՝ արևը,
հողը, որի վրա այդ խաղողը, հա, արջնավորի մեջ ու որի վրա, օդը, իհարկե օդը շատ կարևոր է, չէ, կոնյակի ձևավորման համար, խաղողի եւ ջուրը։ Այսինքն մենք տեսնում ենք, որ բոլոր 4 տարերկները մասնակցում են կոնյակի հիմքում, արևը, ջուրը, հողը եւ օդը ու այստեղ մենք նաեւ տեսնում ենք որ ամեն ինչն էլ օրինակ չգիտեմ նույն խաղողը լրիվ ուրիշ տեղ է ուրիշ հողի մեջ է ուրիշ անկյան տակ արև ընկնում ուրիշ ջուր է այդ տարածքում ինքը ուրիշ համ ունի Անշանակ եւ այստեղ էլի հնեցումն էլ է այ հնեցման մասին կուզենամ մի քիչ խոսանք ինչա տալի հնեցումը կոնյակին ու ոնց է այդ ֆիզիկա քիմիական process-ը ոնց է տեղի ունենում Լավ շատ խիստ մասնագիտորեն չեմ ասի ես մասնագետ չեմ հիշում ես տնտեսագետ ուրեմն Դե կոնյակը ինքը խաղողի տեսակներից ստացված գինենյութ, որը հետո այդ գինեցման այսպես ասացա, process-ը չի կանգնեցվում, այլ գնում է թորման։ Թորման ընթացքում խաղողի սպիրտը ստացվում է մոտ առապես 67 աստիճանի։ Վերջին շատ մանրամասներ այնտեղ էլի փուլեր կան, չասեմ, 67 աստիճանի կոնյակի սպիրտ է ունենում։ Երիտասարդ կոնյակի նույն երիտասարդ խաղողի սպիրտը բավականին ագրեսիվ խմիչք է։ Դու խմելուց յան չես կարա հաճույք չես ստանում, ագրեսիա կա մեջ է, էլի։ Իսկ երբ որ յան ուղարկում ես արդեն տակառների մեջ հնեցման որը տարբեր ձև կարա լինի ու ինչ որ X տարիքից սկսած երբ որ ուղարկում ես տակառի մեջ հնեցման առաջինը այնտեղ տեղի ունենում գոլոշացման process նույնիսկ այդ փակ տակառից տեղի ունենում հրեշտակների փայնա հա երբ որ շոտլանդացիներից եկած այո հրեշտակների փայնա գոլոշացման ընթացքում սպիրտանությունը թուլանում է ինքը հարստանում է փայտի տակառի փայտի համերով ու վերջնական խմելու ընթացքում կախված պահպանման հոնեցման ժամկետից ինքը հիմնականում էլի լինում է 40-ից ավելի բարձր թնդության մենք սովորենք կյանք բերել 40 աստիճան թնդության չնայած դա ստանդարտ չի ու պարտադիր չի ըստ նախասիրության շատ ժամանակ տվյալ պարագայում ըստ պատվիրատուի 20 տարեկանը բարձր է չէ գրադուս Արարատի 20 տարեկանն էլ է 40 աստիճան բայց Արարատոնի դվին եթե չեմ սխալվում 10 տարեկան կոնյակի մեջ է ինքը համարվում է կոլեկցիոնի ու առանձնակի կուպաժ է արվում էլի դե քանի որ ինքը սովորականից ավելի թունդ է լինում ընդունվածից ավելի թունդ է լինում վերջնական ապրանքը ստանալու համար իրան կուպաժավորում են կուպաժավորման ընթացքում թնդության իջեցում է տեղ ունենում ջրի միջոցով Այդպես ու վերջում ստանում ենք կոնյակ Վերջին հարցս կոնյակի թեմայով ոնց ես տեսնում կոնյակի ապագան որտեվ հիմա կան շատ խնդիրներ շատ խնդիրներ ու դու որպես գործարար գիտեմ նաև մտահոգված ես ինքդ ակտիվ մասնակցում ես հայկական կոնյակի ապագան ինչա ուր է գնում հայկական կոնյակի ապագան կոնյակ արտադրողների ձեռքում է այդ միանշանակ բայց եթե հնարավորություն կա հայկական կոնյակի առանձին մարքեթինգային արշավներ անել օգտագործելով աշխարհայդ հայերին դա պարտադիր պետք է ու այն ինչ որ կասեմ դրա մասին process-ներ տեղի են ունենում ես չեմ հորինել սա չվերագրեմ ինձ պետք է սկսել հատուկ աշխատել հայկական կոնյակի առանձնահատկության վրա, ինչով է տարբերվում ինքը ֆրանսիական կամ մնացած բրենդիներից ու դա դարձնել աշխարհին հայտնի։ Սա մասնավորի անելիք չի, որովհետև մեծ ռեսուրսներ է պահանջում, թե ադմինիստրատիվ, թե ֆինանսական, սա պետք է լինի պետություն մասնավորի կամ ինչ-որ միջազգային կառույցների օգնությամբ, որոնցից մի մասը պայքարում են, որ հայկական կոնյակը կոնյակ չանվանվի, այ կարծում եմ, քանի որ մենք կոնյակ արտադրելը սկսել ենք ու երկար ժամանակ դրա իրավունքը ունեցել ենք, այ երբ որ մեզ փորձում են այդ իրավունքից զրկել, կարող եմ մի քիչ տերմինները ճիշտ չասեմ, պետք է ինչ-որ փոխհատուցում դրա դիմաց ստացվի, իսկ փոխհատուցումը կարա լինի արդյունքի տեսքով արդյունքը լինի հայկական ինչպես որ կանվանվի դա, բայց մեր համար դա դեռ կոնյակ է, հայկական կոնյակի աշխարհում իր առանձնահատկություններով հայտնի դառնալու պատճառով կամ արդյունքում հայկական կոնյակը եվրոպական ոչ մի կոնյակից գնով էժան չի շատ դեպքերում նույնիսկ թանկ է ֆրանսիական շատ հայտնի բրենդերի 3-ից 5 տարեկան կամ մինչև 7 տարեկան կոնյակները էքսպորտի արժեքում ավելի էժան են, քան հայկական կոնյակը էքսպորտի արժեքում մեր մոտ մի քիչ ավելի թանկ է ինքնարժեքը ստացվում, քանի որ խմքերի այն ինչ որ կասեմ կոնյակից բացի մնացած խմքերի մի մասը ներմուծողի է եւ ներմուծվելու ընթացքում երկար լոգիստիկ ու թանկ լոգիստիկա կա դրա վրա նաեւ ամեն ինչից զատ դրա համար պետք է հայկական կոնյակի այն առանձնահատկությունները որոնք ի սկզբանե Մարգար Սեթրակյանի կողմից
տեխնոլոգիայի մեջ դրվել են, դրանք պահպանվեն ու դրանք դարձնեն աշխարհին հայտնի ու դրանից ստեղծել արժեք։ Չմասնեմ, որովհետև կարող է սխալվեմ, բայց շատ առանձնահատկություններ կա այդ տեխնոլոգիայի մեջ, ավանդական, որը հայկական կոնյակը ֆրանսիականից առանձնացնում է։ Հասկացա։ Դրա համար ինձ թվում է դրանից պետք է սարքել նոր արժեք։ Okay, դու նաև արտադրում ես գինի։ Այո։ Մենք շատ հաճախ մեր ակումբի միջոցառումներին եւ քո կոնյակը եւ գինին խմել ենք։ Ինձ անձամբ շատ է դուր գալի, շատ թին կոչվող գինիներն են։ Կպատմես այդ ուղղության մասին բիզնեսի, ինչի որոշեցիր գինի արտադրել եւ ինչ նպատակ ունես այդտեղ, քանի որ շուկան գինիների բավական հագեցած է։ Մի քիչ այդ շուկայում ինքը լրիվ կարմիր օվկիանոս է, էլի։ Ոնց ես դու, ինչ պլաններ ունես։ Երկու առանձնահատկություն, չնայած շատ գործընկերներ իմ հետ համաձայն չեն, ինչի մասին որ ես հիմա կասեմ ու կասեմ որտեղ համաձայն չեն, երբ որ բոլոր կոնյակ արտադրողներին ես համարում եմ մրցակիցներ, որովհետև եթե լավ կոնյակ կա, շատ դժվար է առանձնացնել իրանց համային։ Այսինքն, եթե ես ու դու կոնյակ խմող ենք, ուզում ենք կոնյակ խմենք, ուղղակի խմում ենք մեր սիրած կոնյակը, բայց չենք խմում, որովհետև մեկի մեջ վանիլի համը ավելի շատ է, մյուսի մեջ չորամրգի համն ավելի շատ։ Մենք ուղղակի մեր սիրած կամ որը այդ բանը ուզում ենք շատ ժամանակ, որը մեզ հարիր է խմել այդ առիթի ժամանակ այդ կոնյակն ենք խմում։ Բայց բոլոր գինի արտադրողները, իմ կարծիքն է սա էլի, բոլոր գինի արտադրողները իրան գործընկերներ են։ Հա։ Ասեմ, ինչի եմ այդպես դիտարկում։ Մեծ ընտանիք է ասում գինեգործների ընտանիք։ Այո, ու բոլոր հայ գինեգործները իրանք միանշանակ գործընկերներ են ու մենակ այդ տարբերակով մենք կարանք աշխարհում դառնանք աշկին գնող ու հետաքրքիր, որովհետև աշխարհում ինչ-որ մեկը գինի սիրողը, որ գնում է գինի առնելու, մտնում է գինի խանութ, առաջին միտքը ու որոշում է, որ ինքը պետք է կայացնի, այդ օրը որ երկրի գինին է ուզում խմել։ Լսած կլինես նոր աշխարհ, հին աշխարհ, կամ շատ ժամանակ մտնում ես խանութ ու դարակաշարերը դրոշակով Ֆրանսիա ես ուզում խմես, Իտալիա ես ուզում խմես, Արգենտինա, թե Նոր Զելանդիա, թե Ավստրալիա։ Դու առաջինը ընտրում ես այն տերուարը, որտեղի գինին ուզում ես փորձել, հետո արդեն տեղում գնում ես ընտրություն ես անում։ Շատ ժամանակ բոլորը քեզ անծանոթ են, մասնագետն է օգնում, կամ որոշ եթե գիտելիք ունես, փորձում ես կարդաս խաղողի տեսակների մեջ ընտրություն անես, հնեսվածություն, ինչու ոչ նաև արժեքը։ Հիմա այդ գինիների զանազան բազմազանության մեջ երբ որ դու արտասահմանցի մտնում ես խանութ, որpիսի ինքը որոշում կայացնի Հայաստան խմելու համար, նախ առաջինը պետք է հայկական դարակաշար լինի։ Գինի արտադրողները այդքան շատ չեն։ Բոլոր Հայաստանում արտադրվող գինիները, եթե երկող դասավորենք, կլինի իմ ասած երկրներից տենց շատ ավելի համեստ մի հատ դարակաշար, բայց առաջինը կլինի դրոշակ։ Գնորդը կմտնի խանութ, կասի, ինչ դրոշ է, Հայաստան, օքեյ, ու կգա արդեն որոշակի հետաքրքրություն կառաջանա մոտը։ Եթե մի հատ էլ բոլորով միասին ինչ որ պետական կամ չգիտեմ միջազգային կազմակերպության օգնության միջոցով կարողանանք մի հատ էլ մասնագետ կողքը կանգնացնենք, որ ծանոթացնի, որ սա Հայաստանն է, Հայաստանում գինի արտադրել են արդեն 6000 տարի հաստատված փաստ է։ Այդ բանը վրացիները կասեն, չէ, մենք ենք ավելի հինը, բայց մենք չենք պնդում ավելի հին լինելը, որովհետև իրանք արդեն գրանցել են դրանք, մենք ասում ենք 6000 տարի, այո։ Ձերը եթե 7000 է, օքեյ։ Այդ սովորաբար խոսակցությունը տենց բաժանում ենք, որովհետև շատ հաճախ միջավայրում լինում են նաև ռուս գործընկերներ, ու երբ որ ասում ես Հայաստանը առաջինը 6000 տարի, մի անգամից դա սենց ինչ որ իրավիճակ է ստեղծում, ասում ենք լավ, ամենահինը չէ, բայց 6000 տարի։ Դուք կարծում եք ամենահինը ձերն է, տարիքը վստահ չեմ, կարծեմ 6000-ից քիչ է, բայց ամենահին անուն ունի, էլի։ Պապի անունով են դրել, ամենահինը եղել։ Հասկացա։ Դե նայ, եթե վրացիները մի օր որոշեն, նուկա, իսկ արդեն անում են այդ քայլերը։ Կոնյակի ոլորտում նույնպես առաջարկ ձևավորեն։ Մեր մոտ էլ կարող է այդ խանդը առաջանա, էլի։ Չէ, ոնց է, սովետի ժամանակ կիսել են, չէ՞, հայերին տվել են կոնյակը, իրանց գինին։ Ու դրա համար էլ նախկին սովետական միության երկրներում եթե գինի է վրացական է, եթե կոնյակը հայկական է։ Բայց հիմա ակտիվ մրցակցություն է հայկական ու վրացական կոնյակագործների միջև, ես ինքս տենց եմ տեսնում դա, որովհետև Վրաստանը ակտիվ մտնում է շուկա, բացի նայած որ ակտիվ մտնում է շուկա, բավականին որակյալ ապրանք ունի, բայց այդտեղ մի հատ բայց կա։ Ուրեմն դու գիտես հայկական կոնյակը որտեղից է արտադրվում։ 1880-ականներից, եթե չեմ սխալվում։ 80 որ Չեմ հիշի։ Ուշադիր չես ու կոնյակ հմող չես, բայց բոլոր տեղերում հայկական կոնյակի ցանկացած գրառման տակ, եթե դրա իրավունքը ունի, նշված է 1887, այդ տարեթիվը ֆիքսված է, որ հայերս կոնյակ արտադրել ենք 1887 թվականից։ Okay։ Վերջերս գրագրությունը հրապարակում էր, կարծեմ,
եթե ճիշտ եմ հիշում, պետական կայքում էր։ Ուրեմն, վրացի պաշտոնատար անձը ֆիքսում է, որյան կոնյակ սկսել են արտադրել 1888 թվականից, երբ որ հայտնի դա բրենդը նաև կոնյակի Սարաջաշվիլին Ֆրանսիան վերապատրաստվելուց հետո եկել է Վրաստան ու սկսել է կոնյակ արտադրել, հետո ժամանակի ընթացքում այդ կուլտուրան տարածվել է հարևան երկրներ։ Մեր հայտնի գործարանի բոլոր հնարավոր վահանակների վրա ու էցի կետներով վերածա 1887։ Նա ասում է 1888, ինքը եկել է հարևան երկրների մեջ տարածել է այդ կուլտուրան։ Բայց միևնույն ժամանակ, տես, էդի կոնֆուզն է։ Բայց ինչ են կարացել իրանք կանեն, չնայած այտենց ներկայացնելով, ու Ֆրանսիայի կոնյակ ռեգիոնը, գիտես, Բորդոյում եթե կոնյակ արտադրես, չի կարա կոնյակ կոչվի։ Դա լինելու է ինչ որ, չգիտեմ, բրենդի կամ արմանյակն էլ այլ մի այդ ռեգիոնի պրոդուկտ, համայն բոլորը նույնն են։ Բայց վրացիները հիմա այդ պաշտոնական կայքում եմ կարդացել, եկել են համաձայնության, այն մեր բոլորիս տներում եղել է հայտնի Նապոլեոն կոնյակը, կհիշես։ Նապոլեոն կոնյակ են արտադրելու կոնյակ անվանումով, Նապոլեոն անվանումով Վրաստանում։ Այսինքն դու կարաս չլինես բացարձակ այդ կուլտուրայի կրողը, կարաս մեկ ու մեջ էլ տենց մարքեթինգային ինչ-որ ճարպի քայլեր անես, հա, տենց դրանք անվանենք, բայց դու միևնույնն է կարող է տարածաշրջանում կարաս լինես մեկը, որ Ֆրանսիայից բացի մենակ դու ես կոնյակ անվանումով արտադրում ու քեզ թույլատրելի է դա օգտագործել նույնիսկ SNG երկրներից դուրս։ Այո։ Գործ ունենք անելու։ Հասկացա։ Ու մենակ գործարարինը չի։ Հասկացա։ Այդ գործը։ Դե իսկ թինը կա շուկայում։ Թինը կա շուկայում, հա թինի մասին, իմիջիալուց թինը մեր գործարանի արտադրանքը չի։ Այն խաղողի այգիները, որոնք դուք տեսել եք, դրանք երրորդ տարուց սկսած կտան այն խաղողը, որով կարելի է ստանալ մեր պատկերացրած գինին։ Թինը դա առանձին պրոյեկտ է։ Ես ինքս գինի սիրող եմ։ Ու եթե Հայաստանում եմ 100-ից 99 դեպքում խմում եմ մենակ հայկական գինի, եթե հնարավորությունը կա։ Այդ եթե չկա, այդ մի դեպքն է լինում, էլի, ջուր ես գնում դիմացած ուրիշ երկրի գինի են դնում, չնայած թինից հետո որ գնում եմ, թինը հետը ստանում եմ, բայց բոլորը լավն են ու բոլորը տարբեր, կար մի հատ ինչ-որ նիշա, որը ես չէի տեսնում։ Թինը ես կբնութագրեմ այսպես. թին կարմիրը, բոլորիս մոտ հիմա ես քեզ ասեցի կարմիր գինի, դու պատկերացրեցի արդեն մի բան, որը հետո ուտեստ է պահանջում, որը ամեն օր չես խմի, բայց թինի կուպաժի մեջ իրանք երկուսն էլ կուպաժային են։ Այսինքն մենք սովորենք լսել կամ տենց պատկերացնել, եթե գինի է մի տեսակի խաղողից ու խմում ես պետք է անպայման այդ խաղողի համը առնես, այո, մասնագետները նույնիսկ 7 տեսակի խաղողից պատրաստված գինին խմում են ու կարող են բոլոր տեսակները ճանաչեն։ Բայց սպիտակ գինին երկու տեսակի խաղողից է պատրաստված 50-50 բաժնեմասով, կանգուն ու ոսկե հատ, իսկ կարմիր գինին, որպեսզի ավելի փափուկ ու երեկոյան ուղակի մի գավաթ տենց վայելելու գինի ստանանք, 90%-ով արենին է մեր ավանդական վայոց ծորի, իսկ հաջորդ 10%-ը երկու տեսակի եւս խաղողի բլենդեր են, Սիրա ու Cabernet Franc։ Այդ բլենդի արդյունքում ստացել ենք մի կարմիր գինի, որը վստահ եմ միակը չի, բայց վստահեցնում եմ նաև ձեզ, որ հանգիստ եթե ուզում եք երեկոյան կարմիր գինի վայելեք ու չեք ուզում դա հաց ուտելու շուրջ կամ հետ ինչ-որ ուտեստ ունենաք, թին կարմիրը կարաք նույն ձև վայելեք, նույն ձև թեթև, չնայած համերով հարուստ։ Սպիտակներ առանձնանում են նրանով, որ ինքը թարմություն ունի շշի մեջ, փորձել ես գիտես, դու խմում ես թարմություն կա օդում, համի մեջ էլ, արոմատի մեջ էլ թարմություն կա, բայց միևնույն ժամանակ շատ սպիտակ գինիների մեջ համես չի համերից, արտահայտված համեր ունի։ Ու միևնույն ժամանակ նույն ձև թեթև կարող ես վայելես։ Թինը շուկան օր է մտնում, մասնագիտացված համարյա թե բոլոր խանութներում, նույն տապանից ենք սկսել, դա մարիանց կֆիքսեմ, գովաց չհամարեք, ուղղակի առաջի գործընկերն է, որը մեզ պատճառել է, Զովքերում մի քանի ռեստորաններում, սիրված գինու ռեստորաններում երկուսում, որոնք սկսել են այդ կուլտուրան Հայաստանում, երկուսում 3-ում արդեն։ Եվ Կլուբ Կապիտալի փակ միջոցառումների ժամանակ։ Կապիտալի փակ միջոցառումներում շուտով արդեն մի քիչ ավելի աշխարհագրությունը կմեծացնենք։ Դե սահուն գանք իմ, այսպես ասած, մեծ համակրանքը վայելող commerce բիզնեսին, կառուցապատման բիզնեսին ու այն թաղամասին, որը դու կառուցում ես Նորագյուղում։ Մեր հանդիսատեսի համար ասեմ, որ թաղամասը կոչվում է Գարդենա եւ Երևանի երևի թե կենտրոնին Հանրապետության հրապարակից մեքենայով երևի 1-1.5 մայլ է, այսինքն 2 կիլոմետրն չի անցնում, ոդկով 15-20 րոպեվա ճանապարհ է։ Երևանի կենտրոնին այդքան մոտիկ թաղամաս,
ու այդքան հանգիստ առանց աղմուկ, ես չգիտեմ, երկրորդ պրոյեկտ չգիտեմ Garden-ի նման։ Ոնց ծնվեց Garden-ան, ոնց հենց այդ տարածքում ծնվեց, ֆանտաստիկ տեղ ես ընտրել, եւ այդ տարածքում երբ որ լինում ես, բնության ձայներն ես լսում, ծտերի ծլվլոցը, ծառերի խշշոցը, քամու ձայնը, այսինքն դու լրիվ հայտնվում ես Երևանի կենտրոնում, բայց Երևանի կենտրոնից աղմուկից հեռու, հա, ոնց եղավ, ոնց եկար այդ պրոյեկտին ու կա այսօր դեռ հնարավորություն այդտեղ բնակարան ունենալու։ Շատ լավ։ Ուրեմն ինչ առանձնահատկությունը առանձին առաջին հերթի Garden-ը է, գտնվում է Նորագյուղ թաղամասում, չնայած անվանումը կենտրոն համայնք գինու եւ կոնյակի գործարանների միջնամասում, հա, Այդտեղ էլ ներքևում սիրտդ քաշել է, էլի, այլևս դրանից հեռու չեմ գնում։ Հա, իրոք մեջտեղն է, չի նկատը։ Ձախ կողմում որոնք ի սկզբանե եղել են բոլորը Շուստովյան գործարաններ են։ Իրանք պատմական գործարաններն են, որոնք հետո բաժանվել են։ Միջալես մի հատ առանձնահատկություն այսօր Հայաստանում գործող կոնյակի բոլոր գործարանների առնվազն կեսը դրանք նախքին այդ ի սկզբանե կուլտուրան սկսող կոնյակի գործարանի ինչ որ մասնաճյուղեր էին, մթերման պունկտեր կամ նման այլ մասնաճյուղեր էին, որոնք Արարատ կոնյակի գործարանի, հա։ Այո, Երևանի կոնյակի գործարան, չէ՞, արա պաշտոնական անվանումը Երևանի կոնյակի գործարան։ Այն ինչ որ 1887 թվականին հիմնվել է։ Դրանից հետո մասնավորեցում, մասնատում ու հիմնականում շատերը, որտեղ դու ասենք կարող ես մի հատ անվանում կարդաս, որը վերջին 20 տարին գիտես, բայց նայում ես տեսնում ես 1932 թվականը գրած։ Որտեղից ունեն այդ իրավունքը, որովհետև 1932 թվականին կոնյակի գործարանի, լեգենդար կոնյակի գործարանի մթերման կետ են եղել կամ այլ process-ա տեղ ունեցել։ Այսինքն դրանք բոլորը մի տնտեսության մեջ են եղել, հետո մասնավորեցման առանձնացման արդյունքում յուրաքանչյուրը դարձել է առանձին իրավաբանական վիավոր ճյուղ, էլի։ Այո, ու հիմա էլ դրանք առանձին գործարաններ են, այսինքն ամբողջ ցիկլը փակում են այդ նույն կետում, եւ որը, ասենք 1900-ականների սկզբերին ինչ որ մի հատ փոքր նեղ ֆունկցիա կատարել։ Մեկը եղել է ընդհանրապես պահեստ միգուցե նաև, այսպես էլի։ Ու Garden-ից առաջ փորձեցի զարգացնել մի նախագիծ, որը Աջափնյակ համայնքի վթարային շենքերի վերակառուցման պրոյեկտ էր։ Մի հատ մոտեցում էի մտածել, միջև այդ ես ինքս չէի լսել, բայց հնարավոր առաջինը չլինեմ, երբ որ վթարային շենքերը պետք չի քանդել հետո նոր կառուցել նորը, այլ գտել էի մի հատ տարածք այնտեղ, մի վթարային շենքը կիսով չափ ապամոնտաժված էր, որը համայնքային հող էր։ Խնդիրը դրված այդ հողը պետությունից կադաստրային արժեքով ձեռ բերել ու առաջին փուլով սկսել շինարարություն։ Առանձնանում էր նրանով, որ ես այդ տեղում կանեի շինարարություն, գոյություն ունեցող շենքի բնակիչներին կտեղափոխեի հարևան շենքը, չէի տեղափոխի Աջափնյակից ոչ Կոմիտաս, ոչ էլ այլ համայնքներ, այսինքն իրանց միջավայրն էլ չէր փոխվի։ Շենքը կկառուցեի, կլիներ պատրաստի, իրանք հստակ իրանց աչքով կտեսնեին, որ այն ինչ որ պայմանագրի մեջ ֆիքսված է, դա է որպես փոխհատուցում իրանց գործող այդ ժամանակը բնակարանը այդ է տրամադրվում, կտեղափոխեին նոր մասնաշենք ու արդեն դոմինոյի սկզբունքով այդ հարևանության շենքը կքանդվեր, նորը կկառուցվեր ու մոտավորապես 7 տարվա ընթացքում ցիկլը փակվում էր։ Խոսքը գնում էր Հալաբյան, երբ որ Կևյան կամուրջից մտնում ես աջ, առաջի 6 շենքերը ձախ կողմում, որ գնում են մինչև հաջորդ Խաշմերուկ։ Բոլորի հավանությունը ստացանք, թե կառավարությունը ողջունեց, թե քաղաքապետարանը ողջունեց, բայց տենց էլ չեկանք այն հիմնական կետի, որ այդ գոյություն ունեցող համանքային հողը վաճառեն իմ կազմակերպությանը, որ ես սկսեմ process-ը։ Բայց հերոստատեսությամբ ելույթ ունեցա մի շարք հանդիպումներ, մարդիկ սկսեցին ինչ ճանաչել, ինչ որ կառուցապատման հետ ասոցացնել։ Հետո մի գործընկեր, որը հայ չի, իմ ավակ ընկերն է, իմ ընկերներից ամենատարեցը 90-ին մոտ մարդ է։ Հա, 90 տարեկան։ Հա, ով ազգությամբ հայ չի, ինքը Երևանում ձեռք էր բերել Նորագյուղում հողամաս, չեմ հիշի քանի տարի առաջ, բայց ուներ հայ ընկերներ ու չեմ հիշի մանրամասները, առաջարկ եղավ, Սուրեն, ես հողը կգնես, ասի չէ, չեմ գնի, ոչ ոք չէր մտածում, Նորագյուղում բազում հողեր կային, ինչ որ որոշակի արժեքով, բոլորը մեծ կտորով էին, նույնիսկ այդ մաչելի արժեքը գրավիչ չէր դարձնում իրանց, որովհետև սեփականատերը խուսափում էր դա բաժանել, մասնատել, մաս-մաս ծախել, քանի որ մասնատման արդյունքում բոլորին ճանապարհ պետք է տար, իսկ եթե բոլորին ճանապարհ տար, հողի 30%-ը կորցնում էր։ Սեփական տան համար շատ մեծ էին, նպատակահարմար չէին, կառուցապատողներն էլ միգուցե նպատակահարմար չէին տեսնում գնային Նորագյուղ, որովհետև կողքից կարծիքը այնպեսին է, որ դա փոսի մեջ է։ Չնայած տարածքը այնքան մեծ է, որ եթե այդ մասշտաբով նայենք, Երևանի կենտրոնն էլ է փոսի մեջ, որովհետև մենք ունենք մանումենտ, չէ՞։ Հա, ու դա այդպես չի, էլի։ Հիմա որ դու
իջել ես տարածք, տեսել ես, հյուրընկալվել ես մեր մոտ, տեսնում ես, որ ինքը փոսի մեջ չի փաստացի, տարածքը այնքան մեծ է, ուղղակի մակարդակների Բայց տարբերություն։ զարմանում եմ, որ կենտրոնին այդքան մոտ տարածք ոնց միջև այսօր չի կառուցապատվել։ Ես հիշում եմ այն ժամանակ Ռուսաստանի քաղաքապետը, Մոսկվայի քաղաքապետը չէ ունես պրոյեկտ, ինչ խոսում էին, ու ոնց որ այդ տարածքը կենտրոնի երևի միակ չմշակված տարածքն է մնացել կառուցապատում։ Կոնդի երևի դա ու կոնդը էլի, ու հիմա չէ պրոյեկտ կա նայում։ Կոնդը, Սարիթաղը, դրանք երեքն էլ առանձնահատկություն ունեն։ Մոսկվայի այդ քոյշատակած քաղաքապետի այդ պրոյեկտը, որ քննարկվում էր, դա քննարկվում է ոչ թե ազատ հողակտորների վրա, որովհետև ազատ հողակտորները ինչքան էլ մեծ են, ոնց որ մի քիչ առաջ նշեցի, այտենց մեծ քաղաքաշինական պրոյեկտների համար շատ փոքր են ու անհետաքրքիր։ Դա այն հատվածն է, որտեղ Երևանը երբ որ բնակեցվել է, այ ամենասկզբի առաջին տները սկսել են ու այտենց քաղաքը զարգացել է, դրանց մի մասը դառել է նորակառույց, մի մասը վերանորոգված են ու բոլորը խնդիր ունեն։ Ընդ մի հողակտորի վրա 5-6 ընտանիք է, արդեն 3-4 սերնդով ապրում, փաստաթղթավորման խնդիր ունեն, միասին մասը կիսելու խնդիր ունեն եւ իհարկե բոլորը տեղ ծնված մեծացած մարդիկ են, իրանց համար այդ տարածքի շուկայական արժեքը շատ ավելի բարձր է, քան բոլոր նախագիծ առաջարկողները կարան փոխհատուցեն։ Ու դրանց մի մասում չնայած նորագյուղը իմանալով դրանցից չի, կա փաստաթղթային խնդիր։ Այդ քո հիշատակած պրոյեկտի շրջանակներում նորագյուղի այդ հին տները բոլորը ստացել են վկայականներ առանձնացված կադաստրային ճիշտ բնորոշիչներով, այսպես ասած, կոնդը դա չունի։ Հետևաբար կոնդն էլ վստահ եմ Սարիթաղն էլ պետք է մի օր վերակառուցվի, բայց այնտեղ խնդիր կա։ Իրացման արժեքը բավականին բարձր է, որովհետև թեկուս հողի տեսքով, չնայած մարդիկ վստահ իրենց տուն ինչ որ արժեք կսահմանեն, ու դա իրացնել ու փոխարենը ինչ-որ մի բան սարքելը բիզնեսին կարա այդքան հետաքրքիր չի լինի, որովհետև առել է գումարների մասին է։ Կամ այդ երկու հարգի փոխարեն պետքա լինի 20+ հարգանի ինչ-որ կառույցներ, որոնք դեռ վաճառել է պետք։ Սկզբից մեծ ներդրում է, հողը ձեռք ես բերում մասնավորից, հետո կառուցում ես, չգիտեմ, 10 անգամ ավելի մեծ մակերես ես ստանում, վերավաճառում ես, այդ սկզբնական ներդրումը դառնում է բարդարացված վերջնական եկամուտի տեսքով։ Իսկ մեր թաղամասը այդ նախագծի սահմանագծում է։ Մեր թաղամասին դա ոչ մի կերպ չի առնչվելու, այդ մասը նույնիսկ պրոյեկտի մեջ էլ չի։ Այո, հիմա քննարկվում է քաղաքապետարանի առաջարկով, վերջերս էլ եթե ճիշտ եմ հիշում, հանդիպում եղավ Էմիրությունների հայտնի կառուցապատող MR-ի հետ, կոչվում է Downtown Երևան, պայմանական անվանումը 40-ից ավել երկնակերներ են, բավականին գեղեցիկ էսկիզ է, այսպես ասած, ընդհանրապես էսկիզի ոլորտում է ու քարտեզագրություն կա։ Նորագյուղի կից այդ Պասկևիչի բլուր կոչվածը պրոյեկտի մեջ է, բայց երկրորդ փուլով, իսկ առաջի փուլով նախատեսում են կառուցապատել ամերիկյան դեսպանատան հարևանության գտնվող այդ դաշտերը։ Եթե անցնես ներքևի փողոցով, կտեսնես մեծ դաշտեր են, մի մասում ձմերուկ է ցանած, հա, տեղ ձմերուկ է այճում, մնացածը ուղղակի ամայի տարածքներ են, ու Երևանի լճամիջական հարևանությամբ գեղեցիկ նախագիծ է, որը եթե ստացվի հոյակապ կլինի օդանավակայանի ճանապարհին, նոր ճանապարհ կա այնտեղ, որը Երևան մոլի հարևանությամբ սկսելու է ու գալի կպնելու է Իսակովի պողոտային, ու դա արդեն ոնց որ ժամանակագրությունը մոտենում է, երբ պետք է շինարարությունը սկսվի։ Այդտեղ խանգարող բաներ չունեն։ Իսկ Նորագյուղի Downtown պրոյեկտը մի քանի միլիարդանոց պրոյեկտ է, որտեղ խոշոր ներդրող է պետք, շատ ուրախանանք բոլորս, որ դա կառուցվի, բայց Նորագյուղի անաղմուկ թաղամաս Գարդենան կվերածվի, եթե համեմատենք այսօրվա Թումանյան փողոցին, քաղաքի ամենաբանուկ տեղերից մեկի։ Հյուսիսային պողոտայի։ Երևի դրանով էլ հենց կապիտալիզացիան է պայմանավորված, որովհետև այն ժամանակ, երբ որ մենք գներին էինք ծանոթանում, անցած տարի ապրիլ ամիսներ, եւ հիմա կապիտալիզացիան երևի մոտ 50%-ով աճել է։ Եվ երբ որ արդեն կշահագործվի շենք, կարծում եւս մի 50% կավելանա իր վրա։ Շահագործման պայն տոկոսը չկռահենք, բայց բավականին մեծ կապիտալիզացիա լինելու, որովհետև ինքը Նորագյուղում առաջին բնակելի թաղամասի նախագիծն է։ Ոչ ոք չի պատկերացնում, ոչ ոք չասեմ, բայց շատերը չեն պատկերացնում դա ինչ է դառնալու վերջը։ Դու մտնում ես սեփական տների ինչ-որ միջավայր, որտեղ շենք, շատերին վախեցնում է Նորագյուղ անվանումը, չեն պատկերացնում, որ Նորագյուղը դա կենտրոն թաղամաս է, պատկերացնում են դա ինչ-որ գյուղ է։ Բայց շենքել չէ, 4 հարկանի շենքերով թաղամաս ինձ թվում է նոր կուլտուրա է, որը մեր մեջ նախկինում եղել է, հիմա Երևանում ունենք անտառային, վերին անտառային այդ թաղամասը, որտեղ ցածահարգերի միջավայր կա, բայց մեր առանձնանում է նրանով, որ այնտեղ 6500 մետրից ընդամենը 2000 մետրն է կառուցապատվում, մի փոքր հատված ընդհանուր օգտագործումն է ու շենքի մոտեցումներն է, որ կան վիշնեն պարկինգ կամ դիմացից մոտենան շենքին, մնացածը շուրջ 2500-3000 մետր կանաչապատ տարածք, խաղարապարակ, լողավազան,
փորձելու ենք մի քիչ ավելի ընդլայնենք, կողքը նմանատիպ պրոյեկտով ավելի ընդլայնենք, որ դառնա մի շատ գեղեցիկ միջավայր, ճիշտ նշեցիր, անկախ օրվա ժամից, Իսակովը որքան է այդտեղ աղմկոտ կամ կենտրոնը որքան աղմկոտ, բոլոր ժամերի մաքսիմալ աղմուկը դա ծտերից ելվելոցն է։ Չափել ես օթի կեղտոտ աղտոտվածությունը տեղի ինչքան է։ Դա չեմ չափել, բայց Երևանը կենտրոնն է, Երևանի կենտրոնի միջինից շատ չի տարբերվի, կտարբերվի այնքանով, որ այդտեղ կա օթի հոսք, քանի որ այդ ձորակը Զանգվի ձորն է գալիս շարունակվում, Գետառի ձորը գալիս շարունակվում է, այդտեղ օթ է, օթի հոսք կա, ու հյուսիսից հարավ ինքը տեղադրում ունի, դա մի քիչ կօգնի, մեկ էլ որ հարևանությամբ, անմիջական հարևանությամբ ծանրաբեռնված ճանապարհներ չկան, դա էլ կօգնի։ Մի կողմից Իսակովն է, որը իմիջիայլոց այսօր կենտրոնի մոտենալու ինչքան էլ պատկերացնում ենք այնտեղ խցանումներ, չէ, դա ամենաթեթև ճանապարհն է կենտրոնին մոտենալու։ Մնացած Բաղրամյան փողոց, Միասնիկյան փողոց, բոլոր ուղղությունները արշակունյաց ահռելի մեծ ծանրաբեռնվածություն ունեն։ Իսկ նույնիսկ ամենածանրաբեռնված պահին, եթե մենք Գարդենայից փորձենք կամ Քրապարակ, դա մեզանից 5-ից 7 րոպե է տևելու։ Խոսքը մեքենայի մասին է։ Քանի որ մեր ակումբից շատ ընկերներ կոմոդ բնական են ձեռք բերել, թե ապրելու համար է ինքը շատ լավ տարբերակ, թե որպես ներդրում կապիտալիզացիայի համար է տարբերակ, որովհետև փաստացի դու ունենում ես կենտրոնում բնակարան, հա, թաղամասում։ Ես կուզենայի նաև հնարավորությունը մենք տայինք մեր ոդկասթի ժամանակ մեր ունկնդիրներին, եթե կցանկանաք ձեռք բերել բնակարան, դիմեք Red Invest Group-ին, մեր նախորդ ոդկասթներից Արսենը մեր հյուրը եղել է, նայեք իդեպ իմ Արսենի ոդկասթը, ֆանտաստիկ հետաքրքիր ոդկասթ է, եւ եթե կցանկանաք, դիմեք Red Invest Group-ին եւ էքսկլյուզիվ վաճառքի իրավունքը պատկանում է Red Invest Group-ին։ Այո, Red Invest Group-ը, որ ասում եմ, բան չի թողել ուրիշները ծախեն։ Red Invest Group ծախելու բան էլ չկա, սաղ ծախ։ Սաղ ծախ։ Այդ կառուցապատողների բարեմաղթակս է, էլի որ վերավաճառողները արդեն այնքան վաճառած լինեն, վաճառքի բան չմնա, բոլորս տենց գլուխներս անընդհատ տենց խառնենք, նոր բաներ մտածենք։ Մի հատ ընկերուն է, ավակ ասում էր, այ Գրիգոր ջան, մի բան է թող մենք անենք հիմա։ Դու քո սիրած արտահայտությունից ես ֆիքսել եմ։ Երբ որ մի բիզնեսմենի մասին ես խոսում, ով մեկից ավել բիզնես ունի, առաջի, երկրորդ, երրորդից հետո անպայման ասում ես, թե մի բան է թող մենք անենք։ Ընտիր։ Դե կարծում եմ Սուրեն Սարգսյան գործարարին մենք որոշակի չափով բացահայտեցինք։ Իդեպ Սուրենի սա առաջի public interview-ն է, Սուրենը միշտ շատ անում է ու քիչ խոսում է ու իմ համար նաև կարևոր podcast է սա, որ մենք Սուրենին առաջին անգամ համոզել ենք խոսա public պատմիրապրոյեկտների մասին, իր անցած ճանապարհի մասին, ինչ եմ համոզել պարտադրել եք։ Չի կարող դասեն բիզաստավել, չէ՞։ Ես ոքի ընտրություն չունեի։ Գրիգորյանն է առաջարկարը, որից հրաժարվելն անհնարին էր։ Ընտիր։ Եվ հիմա մի քիչ կուզեմ գնանք մենք քո lifestyle-ին, ոնց ես ապրում, ոնց ապրում Սուրեն Սարգսյան գործարարը, ոնց ա օրը սկսում, ինչով է լցված, ինչ հոբիներ ունես, եւ որտեղ ես ծախսում քո աշխատած փողերը։ Սա ավելի շատ ես ինքս համարում եմ մեր երիտասարդ սերունդի ուղեցույց, որովհետեւ մեր հայկական բոլորիս համար սիրելի ու ավանդական ապրելակերպը դա է, որ մեզ խանգարում է ավելի մեծ հաջողությունների հասնել իմ կարծիքով։ Այսինքն եթե մենք օրը ավարտում ենք ռեստորաններում ուտել խմելով, շաբաթ կիրակի օրը մի հատ ավելի մեծ խնջույքներով, թեկուզ ամառանոցով, շատ հաճելի բարեկամների ու ընկերների միջավայրով, մենք դրա հաջորդ օր էներգիայի շատ սղություն ենք ունենում, նոր բաներ մտածելու կամ ուղղակի էներգիան չի երիքում այն բոլոր անելիքները անելու։ Սուրեն Սարգսյանը որոշակի ժամանակ նման ապրելակերպով ապրելուց հետո վերջապես եկա մի վիճակի, կենցաղ ուղակի պարտադրեց, որ ես առավոտյան արտադրում եմ շատ վաղ, հայտնի մարդկանց պես 5:30 չի, բայց ես 8:15 արդեն դրսում եմ։ Ահա։ Նույնիսկ եթե դրսում եմ ու ոչինչ չունեմ, 7-ին զարթում ես, որ 8:15 դուրս գացին։ 7-ին արթնանում եմ, 8:15 արդեն դրսում եմ, նույնիսկ եթե հանդիպում էլ չունեմ ու սպորտով էլ չեմ զբաղվելու այդ օրը, ուղղակի դրսի Երևանյան սրճարանում մի գավաթ քո սիրած սուրճը վայելելը դա օրվա շատ լավ սկիզբ է, այո։ Համ լիսկաթափվում ես, համ էներգիա ավելացվում ես, համ վայելում ես սուրճը, համ մի հատ մտքերը դիմի ես բերում, ինչի՞ չէ, արդեն լավ կուլտուրա է այդ ժամին իմ ընկերներից բավականին շատ մարդ կա դրսում, որ նույնիսկ պատահաբար առանց պայմանավորվելու հանդիպում ենք։ Լավ է, առավոտը պետք է շուտ սկսի։ Իմիջիալոց արևային ու շոկ երկիր ենք, որը նման երկիրներում կա պրակտիկա։ Իրանք առավոտյան աշխատանքը սկսում է բավականին շուտ, 9-ին չէ, այլ 7:30, ու աշխատանքն էլ ավարտվում է 4-ին մոտ։ Միգուցե այն ժամանակա պետք ծովում հետո շարունակելու երեկոն, բայց մենք էլ ենք շոկ երկիր, լավ կլինի որ մենք էլ դա ունենանք։ Իհարկե իմ նշած երկրների շատերը օրվա մեջ 2 ժամ հանգստորեն
հանգստի ժամ ունեն, Երևանի պայմաններում միգուցե դա նպատակահարմար չի լինի, ծով չկա, որ գնանք հանգստանանք, վերադառնանք աշխատանքի, տուն գնալ գանել ավելորդ լոգիստիկայի ժամանակ ու ծախս, բայց սկսում եմ 8-15-ից մի գավաթ սրճով, պարտադիր սպորտով, որովհետև մարդը ասում է ժամանակ չունեմ, էներգիա չունեմ, բայց կարծում եմ, որ սպորտը դա ժամանակ է տալիս առաջինը, կրթություն է տալիս, տոնուս, էներգիա, առողջություն, կրթությունը կարգապահության մասով, կարգապահությունը շատ կարևոր է բիզնեսում, առհասարակ փոքրուց պետք է մեծանալ կարգապահությունով, որովհետև լիքը բաներ կա, երբ որ փոքր ժամանակ մեզ դու չես հասկանում ինչի ես դու դա անում, բայց երբ որ այդ կարգապահությունը քո մոտ դրսևորվում է, դու մեծ հասակում ավելի հեշտ ես ընտելանում իրավիճակին ու միջավայրին։ Սպորտը տալիս է շատ էներգիա։ Երբեք պրոֆեսիոնալ սպորտով չեմ զբաղվել, սիրողական մակարդակի վրա միշտ սպորտ եղել է իմ կյանքում։ Ֆիթնես ավելի շատ կարդիո ուժային վարժություններով, ծանրություններով, բայց կարդիո վարժություններ, բոքսն եմ շատ սիրում, շատ ուժեղ անցի ստրես է։ Մեծ տենիս եմ խաղում, հիմա մարզիչը կնայեք, ասի սուտ ես ասում չես խաղում, տարուկ ես չեմ խաղացել, բայց փոխարենը հեծանիվ եմ սիրում քշել։ Մարզիչին նարար չեն, վրացի մաքսատան աշխատողների գրպանը, որ մի քանի $100 դնում ենք ու բեռը անցնում է, նարար չի մարզիչին տես լրացնել։ Այդ մեկը չի աշխատում գրիկ, ցավոք սրտի, որովհետև Վրաստանում ունենք խնդիրներ, որոնք ոչ մի կերպ չի լուծվում։ Հին ձևերով էլ չի լուծվում։ Ցավը լինենա, որ այդ հին ձևերով էլ չի լուծվում։ Հասկացա։ Չէ, ինքն էլ ամեն անգամ որ ասում եմ, այ Հայկ ջան, հեսա գալու եմ, ասում եմ, ես անհամբեր ամեն օր սպասում եմ քո զանգին։ Այդպես է։ Ու Հեծանիվը քո նոր սերն է, ոնց հասկացա։ Գրիկ վաղուց եմ քշում, բայց որ անցել եմ արդեն շասեյնի հեծանիվի ու քշում եմ երկար դիստանցիաներ, դա այս տարի եմ սկսել։ Միջև այդ երևի թե 12 թվականից հեծանիվ եմ քշում։ Կովիդի ժամանակ շատ լավ էր, ուժեղ անցի ստրես էր, այդ պարապությունը ու կուտակված էներգիան ծախսում էինք, բայց հիմա սկսել ենք քշել գերներով հեռու դիստանցիա ու բոլորս 40+ տարեկան ենք։ Ես ասում եմ, էսի մեր 40 տարեկանի մոտի այդ վատ անուն ունի, այդ մասն է, մենք փորձում ենք այտենց կարգավորել, բայց նույնիսկ եթե տենց է, իհարկե ցանկալի է 40 տարեկանի այդ կրիզիսը հաղթահարել սպորտի միջոցով հեծանիվ քշելով, քան չգիտեմ, այդպես վնասակար որոշակի։ Դեսի դու երկու տարբերակներ առաջարկում ես, թե խմիչքներ ես արտադրում, եթե սպորտն կարաս ոնց որ լավ ընկեր լինես։ Սպորտով զբաղվում ենք, որպեսզի առողջ լինենք, իսկ եթե պետք է առողջ լինենք ու դրանից հետո ասենք որ 10+ երեխեքին թո հեռացնեն կամերաների մոտից։ Եթե պետք է առողջ լինենք, բայց հետո չծխենք ու չխմենք, այդ առողջությունը ինչի է պետք գրիկ, որտե ենք ծախսելու։ Բոքսի մարզիչներից մեկը իմ լավ ընկերն է, ասում է, եթե վերջում յաշիկա, ինչ կապ ունի մեջը առողջ մարմինա, թե հասկացա։ Առողջությունը մեզ պետք է նրա համար, որպեսզի կյանքի այդ բարիքները, որոնք կարող են նաև վնասում են առողջությանը, ավելի շատ կարողանանք օգտվել դրանցից։ Հասկացա։ Սա ընդունեք որպես հումոր, ոչ թե որպես քարոզ, այլ քարոզում եմ առողջ լինել, հետո դուք ընտրեք այդ առողջությունը, որտեղ եք ծախսում։ Որտեղ այո, մեծ հաշվով ես ասում եմ, որ հիմա ամենամեծ կապիտալը դա եւ առողջությունն է եւ երիտասարդությունն է։ Ու ինչքան այդ մարդը կարողանա իր երիտասարդ ժամանակահատվածը կյանքի երկարացնի, մինչև 50-60 տարեկան այսօրվա աշխարհում շատ լավ է, շատ լավ է, որ ակտիվ կան այդ բլոգային կոնտենտը, որ մարդիկ ոնց սնվեն, ոնց ապրեն, ոնց իրանց օրգանիզմը առողջ պահեն, եւ իհարկե նաեւ այս ակտիվ տենդենս, որ գործարարները իրանց առողջությունը կարևորում են։ Մեր ակումբի երևի գործարարների 50%-ից ավելին ստաբիլ զբաղվում է իր առողջությամբ, հաճախում է ջիմեր, մարզվում է, ես օրինակ 4 մարզաձևով եմ զբաղվում միաժամանակ, այսինքն ինքը ֆանտաստիկ կարևոր մաս, որտեղից է սկսել այս ամեն ինչ ու ինչ եմ ավելի ուշադրություն դարձրել դրան։ Դա երբ որ երեխաները մեծանում են, որովհետև խոսքը ասում է մի փորձի երեխաների դաստիարակել, մեկը քո նման են լինելու։ Այսինքն իրանց դաստիարակելու լավագույն ձևը օրինակ ծառայելն է։ Վստահ եմ առավոտյան շուտ արթնանալը, սպորտով զբաղվելը լավագույն օրինակներից մեկն է, որովհետև շատ բաներ աշխատանքային առօրյայում երեխան չի հասցնում տենա, չնայած ես իմ տղայի հետ կիսվում եմ ինֆորմացիայով, ինքը տղաս փոքրն է, 12 տարեկան, ու այստեղ կարգապահության մասով էլ մի հատ հետաքրքիր բան կա։ Դե ոչ մի փոքր երեխա չի սիրում ատամները լվանալ։ Առավոտը ատամ լվա, երեկոն ատամ լվա, չէ՞, տենց։ Ու ինչ եմ դե շատ փոքր տարիքից ատամ լվա։ Դե առավոտները այլևս չէր քննարկվում, բայց մեկ ստացվում է, որ մենք երեկոյան երկուսով ուշ ինչ որ մի տեղից տուն ենք վերադառնում, արդեն իա քնելու ժամը անցել է։
ճանապարհին ինքը սկսում է հետս բանակցել, տղես ասում է, «Պապ, այսօր հոգնած եմ, գոնե կարամ այսօր մենակ քնելուց ատամներս չլվանամ, դե արդեն ուշ ժամը համաձայնվում եմ, ինքը շատ ուժեղ բանակցող է միջալուց, դժվար է չհամոզվել իր խնդրանքներին, ասում եմ, հա, այդ ջան, այսօր կարաս առանց ատամներդ լվալու քնես, տուն ենք մտնում, արդեն ավտոմատի վրա գրիկ մտնում է լվացվելու, ատամները լվում է, գնում պարկում է քնելու, ինքը մոռանում է, որ ինքին հետ արդեն պայմանավորվել է, որ կարա այդ օր ատամները չլվա քնելուց, բայց այդ կարգապահությունն է ու շատ կարևոր գործողություններ, երբ որ մտնում է քո սովորության մեջ, դու արդեն դրա վրա ժամանակ ու էներգիա չես ծախսում։ Ենթագիտակցաբար անում ես մի բան, որը հաստատ քեզ արդյունքի է բերելու։ Համաձայնում, հաստատ։ Իդեպ մենք մինչև ոդքասթը սկսելը խոսում էինք արխետիպերից, փսիխոտիպերից ու քո կարծիքը դու օրինակ քո ծննդյան օրն ու ամիսը մենք երբ որ վերլուծում էինք, շատ օրինաչափություններ գտանք։ Մեր գործարանները երկու խմբի են բաժանվում։ Մի մասը ամբողջությամբ մերժում է այդ գիտելիքը, մետաֆիզիկան, էզոտերիկան կամ ինչ չէ նաև հոգեբանությունը, հոգեվերլուծությունը, իսկ մյուս մասը շատ ակտիվ դրա մեջ է։ Իսկ մեր դրսի պարտներները Ռուսաստանի կամ Դուբայի մեր գործընկերները, իրանց մոտ 80%-ը այդ ամեն ինչի մեջ է, 20%-ը չէ։ Մեր ընդհանուր ընկերներից Արմենը, Արդիսի, ով էլի իմ հյուրն է լինելու, ինքը թեմաների մեջ է, ինքը գնում է մեդիտացիաներ, տիբետներ, բան։ Հիմա դու ոնց ես նայում այդ գիտելիքին, որովհետև հիմա դա էլ է գործարանների համար շատ տրենդային է, գործարանները հասկանում են, որ իրանց բիզնեսում իրանց ջանքերից բացի կա նաև մի հատ երրորդ ուժ, որը կարա օգնի կամ խանգարի իրենց։ Սև կարապը։ Հա, կամ սև կարապ, օրինակ, եթե այդ ձևով ասենք, կամ սպիտակ կարապ, եթե կա սև կարապ, ուրեմն սպիտակն էլ պետք է լինի, էլի։ Այդ գիտելիքին ոնց ես վերաբերվում։ Նայ, գիտելիքին վերաբերում եմ միշտ որպես ինչ որ չափով կողմնորոշիչ, բայց հիմնականում որպես հուշում, որովհետև շատ ժամանակ այդ գիտելիքը, այդ ինֆորմացիան ցույց է տալի մի բանի, որ ինձ այդքան էլ ձեռ չի տալի, բայց ես դրանից չեմ հուսահատվում։ Ես ասում եմ, օքեյ, եթե այն ժամանակ ինչ որ մի բանի, եթե վերցնենք աստղերը, հա, պայմանական աստղերի ես դասավորվածությունը հուշում է, որ պետք է շատ ակտիվ ես ուղղությամբ գնալ ու կհաջողել, բայց լինում է ժամանակ, երբ որ դու չես կարող ժամանակագրությունը փոխես, դու այդ օրը այդ բանը պետք է անես, բայց աստղերը չգիտեմ խի ասում են, որ դա չի կարելի այդ օրը անել։ Դե հասկանում ես, որ ավելի շատ բան դու ունես անելու, եթե կա հնարավորություն, հետևում եմ դրան, ինձ հուշում են մասնագետ մարդիկ, որոնց չեմ վարձատրում, ընտանիքիս անդամներն են, բայց գաղտնիք եմ պահում, հա, որ օրինակ, եթե նոր պրոյեկտ ունես սկսելու, այսինչը լավ օր է, բայց այդ այնքան վերացական է, ասեմ ինչի։ Նոր պրոյեկտ սկսելը որն է, կազմակերպություն գրանցելը, առաջի գործարքը, թե այդ իդեան ինչ-որ մեկի հետ կիսվելը։ Այդտեղ սկսում է խաղալու տեղը, այսինքն եթե դրա նախորդ օրը դրա համար հաջողակ չէր, իսկ այդ օրը հաջողակ է, բայց դու նախորդ օրն ես սկսել, իդեան ինչ-որ մեկի հետ քննարկելը մի բանից սկսելը, հա, այն seed-ից հաջորդ մակարդակի իդեան տանելը, դա կարա համարվի սկիզբ, կազմակերպության գրանցումը կարա համարվի սկիզբ, առաջի գործարքը կարա համարվի սկիզբ, մի խոսքով այդտեղ խաղալու տեղեր կա։ Իդեպ ես քեզ ասեմ, դրան էլ ենք կարում խփենք։ Հասկացա։ Հաջորդ տարին ինքը ըստ մետաֆիզիկ գիտությունների համարվում է առաջի ցիկլի տարի, հետեւաբար այն նախաձեռնությունները, որոնք այդ տարում կան քո մտքում կամ մեր ընկերների մտքում, կարելի է սկսել հենց այս տարի, ինքը 9 տարանի ցիկլերով է աշխարհը ապրում եւ սա առաջի ցիկլն է։ 26 թվին։ Հա։ Եվ իմ կյանքում այդ գիտելիքի կիրառությունը այնքան մեծ է ու ես բավական հստակ ֆունդամենտալ կանխատեսելիություն ունեմ, այսինքն ես գիտեմ, որ սա սենց է լինելու։ Այս օրինակ մենք 5 րոպե խոսացինք քո ծննդյան օրերի հետ կապված քո արխետիպերի, մի քանի բան ես ասացի, որ դու ասացիր, հա, հենց տենց է որ կա։ Ու այդ գիտելիքը բավական խորն է ու իմ համար էլ քո համար էլ այդ գիտելիքի ճանաչելը մեծ ուժ է տալի հաջողելու։ Այսինքն հաջողությունը միայն չի գալիս, օրինակ, չգիտեմ, մեր աշխատասիրությունից, այլ բանից, հաջողությունը նաև մետաֆիզիկ օրենքների ազդեցությունը։ Ու քեզ ասեմ, օրինակ, նույն աշխարհի առաջնորդները, Ստալինը, Հիտլերը այն ժամանակները ունեցել են խորհրդատու, հենց մետաֆիզիկ խորհրդատուներ, իդեպ երկուսի խորհրդատուն էլ հայ է եղել, նույն մարդն է եղել, Գեորգի Գյուրջիևը, հայտնի միստիկ, մոգա, Գյուրջիևը, ու ինքը եւ Ստալինի եւ Հիտլերի քոչն է եղել։ Ես քեզ ֆաստ եմ ասում, այսինքն նույնիսկ այդ մակարդակի խաղի մեջ այդ գիտելիքը շատ կարևոր է։ Ես լսել եմ նաև, որ 90-ականների Հայաստանում հայտնի բիզնեսմեններ
մեծ հաջողությունների հասած, նույնիսկ իրանք են հետևում այդ ամեն ինչին, ունեն խորհրդատուներ։ Իհարկե։ Որքան է զարմանալի է մեր համար։ Իմ Իհարկե։ համար զարմանալի է։ Իհարկե։ Ճիշտ ես ասում, աշխարհում կա էներգիա ու այդ էներգիան մի ուղղությամբ գնում է։ Հա։ Այդ ոնց որ գետի ուղղությամբ լողալը ու հոսանքի ուղղությամբ ու հոսանքի հակառակ լողալու պես բան է լինում։ Այո։ Կարած դու հաջողես, բայց միտեղ կծախսես 10 կիլովատ էներգիա, մյուստեղ 1 կիլովատ Այո։ էներգիա։ Իդեպ ես հարց եմ տալի մեր ունկնդիրներին, եթե դուք ցանկանում եք, որ ես իմ հյուրերի հետ այս թեմաներից ավելի շատ բացվեմ, ես կարամ անվերջ խոսամ այս թեմաներից, մեկնաբանություններում գրեք, ուզում եմ մետաֆիզիկան լինի ավելի շատ։ Ես մի հատ առաջարկ ունեի, ուզում եմ, որ մետաֆիզիկայի ուղղությամբ առանձին բլոգ կամ ինչ-որ նույնիսկ YouTube-յան կանալ կարա լինի հայերեն լեզվով, Այո։ որովհետև այս մասով ինֆորմացիա մեծա քանակ կա ռուսերեն լեզվով, Այո։ բայց ինքը այնքան շատ է, ու մեր համար շատ դժվար է իրան առանձնացնել։ Սա Հա։ իրականություն է, Այո։ թե ինչ որ մի հատ Պսևդո մի հատ աղջիկ իր համար նստել Համաձայն։ զբաղվում է, ինչ որ մի բան լսածից սարքում է կոնտենտ։ Կարծում եմ նման բանը, եթե ուզում ենք, որ մեր միջավայրը դրան ավելի լավ վերաբերվի ու լուրջ վերաբերվի ու ուշադրություն դարձնի, մի հատ հիմնավորված որոշակի մասնագիտական ցենզ ունեցող Ես քեզ ֆենոմեն ասեմ, մաչելի ինֆորմացիայի աղբյուր է պետք։ Հիմա ես ունեմ այդ կանալը, կոչվում է Զարթուցիչի կանալը, որտեղ ես պարբերաբար մետաֆիզիկ հա դնում եմ, դա մեկ։ Մեր ակումբում ես 2-3 ամիսը մեկ երրորդյա 4-օրյա սեմինարներ եմ կազմակերպում մետաֆիզիկայի, որը բաց լինքով դրվում է, իդեպ գալիս է մեր ակումբի գործարաններից երևի մի 10%-ը, որտեղ այդ գիտելիքը ինչքան էլ ուժեղ է, ինքը հատկություն ունի աչքիդ կողքով անցնելու, որտեվ կա չէ, այսպեսի արտահայտություն, որ դու կնայես չես տեսնի, այս գիտելիքը այդ հատկություն ունի, ինքը բան կա, խաղ կա, ինքը խաղում է քո հետ։ Եթե դու իրան բռնեցիր, իրան բացահայտեցիր, ինքը քեզ շատ մեծ օգուտ կարա տա, բայց նույն ձևով ինքը կարա քո կողքը լինի ու դու երբեք իրան ուշադրություն չդարձնես։ Մի հատ բան ասեմ, չնայած բավականաչափ ինֆորմացիա ունեմ այս մասին, ես էլ տգետ չեմ հաստատ, բայց դու ամեն անգամ որ հայտարարում ես բիզնեսի մետաֆիզիկա թեմայով հանդիպում եմ անցկացնում, երբևէ մտքովս չէր անցել, որ հենց սրա մասին է դա։ Ես անգամ գալու Ընտիր իդեպ սենց ոնց որ անոնս անենք մետաֆիզիկայի ուսուցիչները աշխարհում, մենք կարանք շատ հեռու չգնանք, դա նույն Կարլ Գուստավ Յունգն է, ով հոգեբաններին հայտնի է որպես մեծ հոգեթերապևտ, արևելյան ուսուցիչներին հայտնի է որպես արևմուտքի միակ մետաֆիզիկ գիտելիքը կրող մարդ, թերապևտ, իսկ մեզ էլ Յունգը հայտնի է շատ հայտնագործություններով եւ Յունգից եթե սկսել ուսումնասիրել նույն արխետիպերը, նույն թվային մետաֆիզիկան, հա, ծննդյան օրվա եւ արխետիպի հետ կապը, ինքը անսահման մի հատ օվկիանոս է։ Իդեպ ես քեզ մի հատ ուրիշ փաստել ասեմ, ժամանակին աշխարհի ամենահարուստ ընտանիքներից մեկը, Ռոթշիլդների ընտանիքը, Յունգին, այն ժամանակ Յունգը ողջ ա եղել, Յունգին բացահայտելով, Յունգին ֆինանսավորել է ամբողջությամբ, իսկ Յունգը առաջի հոգեթերապևտն է եղել կամ գիտնականն է եղել, ով միլիոնատեր է եղել, որովհետև Ռոթշիլդների ընտանիքը ֆինանսավորել է իրան, բացվել է նույնիսկ Անգլիայում ինստիտուտ հենց Յունգի գիտելիքի բազայի վրա։ Այսինքն այն մարդիկ, ովքեր մեծ կապիտալի են տիրապետում, Յունգի հետ աշխատել են ու հաշվի են նստել այդ գիտելիքի հետ։ Դե հիմա տեսնում ես հիմնավորումները արդեն կա ինստիտուտ, Ռոթշիլդներից սկսած ֆինանսավորում, ուշադրություն դարձնում, այսինքն հիմնավորելով որ բերես, միգուցե ավելի շատ մարդիկ դրան ուշադրություն կդարձնեն։ Օրինակ ինձ միշտ հետաքրքիր է աշխարհի ու պատմության հաջողակների կենսագրությունը ոնց է դա իրենց մոտ ստացվել։ Բազմիցս փորձել եմ Ռոթշիլդների մասին ինչ-որ ինֆորմացիա գտնեմ, որը չկա, ոնց է ստացվել, խի է ստացվել։ Այդ նման պրակտիկան բերում է մեզ ավելի շատ գիտելիքի ու դու հասկանում ես, որ նույնիսկ անհաջողությունները, որոնցից ոչ մեկս ապավագրված չենք, բոլորի կյանքում եղել է։ Այո։ Եվ եղել է եւ ունի իր տրամաբանությունը։ Ու շարունակյալ է լինելու ավելին ասեմ։ Համաձայն։ Ասում եմ երբեք մի մտածեք, որ հետո հեշտ է լինելու, միշտ ավելի դժվար է լինելու։ Իսկ այսօրվա դժվարությունը պատրաստվում է վաղվա ավելի մեծ դժվարության։ Այո։ Իդեպ սուր ես քեզ ասեմ, մետաֆիզիկայի գիտելիքը նաև ինչի է բարդ մարսելի, որովհետև ինքը մի քիչ, ոչ թե մի քիչ, այլ երբեմն լրիվ հակառակ կոնցեպտն է տալի մեր իմացած կոնցեպտներ։ Օրինակ նայ, մենք գիտենք, չէ, որ պետք է մարդը շատ աշխատի, երբեք չհանձնվի, որ հաջողի։ Օրինակ վերցնում են Չերչիլի խոսքերը, ով ասել է երբեք չհանձնվեք, ու դա որպես հաջողության մի հատ բանաձև տարածում են, որ ես երբեք չեմ հանձնվում, ես երբեք չեմ։ Իսկ մետաֆիզիկայում այս նույն գիտելիքը հակառակն է աշխատում։ Ասում են ոչ թե երբեք չհանձնվես, այլ ճիշտ պահին հանձնվելով իրադրությունը փոխվում է։ Այսինքն, երբ որ դու ասում ես, օքեյ, թող լինի նենց ոնց կյանքն է ուզում, միանգամից սա իրավիճակը փոխվում է։ Այսինքն մետաֆիզիկայում լրիվ պատկերը այլ է երբեմն,
ու այն ինչ կամ օրինակ ասում են շատ աշխատի, քրտնաջան աշխատի, մենք հա օրինակ մեր ընդհանուր ընկերը Բակուրը չէ, Մելքոնյան, եթե Բակուրը շատ աշխատելով այդ ահռելի բիզնեսը ստեղծած լիներ, ուրեմն Բակուրի օրը պետք է լիներ ոչ թե 24 ժամ, այլ 240 ժամ, ու ինքը պետք է 100 անգամ շատ աշխատեր։ Այտենց չի, կամ արտլանչից անկամ ոչ մի բան։ Հա, կամ արտլանչից անկամ ոչ մի բան չաներ։ Նույնը դու, այսինքն հարգելի ընկերներ, շատ աշխատելով չի մեծ հաջողությունը։ Մեծ հաջողությունը գալիս է նաև բաց թողելով իրավիճակը, երբ որ դու բիզնեսը թողում ես, որ իր էներգիայով էլ ինքը գնա։ Միշտ բիզնեսը ուզում է քո ներկայությունը, համայն դեպս հայկական իրականությունը։ Ոնց որ երեխան կստացի։ Այո, ճիշտ է։ Պետք է միշտ հետևես, բայց բիզնեսի խնդիրները չպետք է սարքես անձնական խնդրեմ, ու անձնական խնդիրները չպետք է թողես, որպեսզի անդրադառնա քո բիզնեսի վրա, որովհետև երբ որ բոլորս մարդ ենք, բոլորս ունենք ինչ-որ մի հարց, որը մի պայն նես չի գնում այդ process-ը, ոնց որ մենք կուզենայինք, բայց այդտեղ երբ որ դու տրամադրությունդ գցում ես, ընկճում ես ու դու գնում ես գործի ուզում ես աշխատանքով զբաղվել, չի ստացվում այտենց ու երբեք չի կարող ստացվի։ Այսինքն շատ ժամանակ դու իրականությունը պետք է ընդունես ու ոչ թե իրականությունը կփոխվի դրանից հետո, այլ քո մոտեցումը կփոխվի, դու դրան կվերաբերվես որպես արդեն փաստի ու դա քեզ չի խանգարի մտածես ու զարգացնես մնացածը, այն ինչ որ դու փաստացի պետքա զարգացներ, իսկ դրա հետ արդեն ոչինչ չես կարող անես։ Սուր, ես նույնիսկ ասեմ ավելին, որ իրավիճակը ընդունելը հաճախ նաև իրավիճակն է փոխում, իրականությունն է փոխում։ Ես մի բան քեզ պատմեմ, ուրեմն մենք ակումբի միջոցառումներից մեկին են գալի, ես ուշանում եմ, երեխեքը գրում են ուրես, պետքա գաս սկսենք։ Ես Խանջանով իջնում եմ, ու պրոբկա է, շատ մեծ պրոբկա է, ու ասացի լավ, փորձեմ հիմա ընդունեմ իրավիճակը, որ ես կուշանամ, տեսնում եմ պրոբկի մեջ ինչ պետք է փոխվի, պրոբկին չի վերանալու, ես մեկա ուշացած եմ։ Ասում եմ, օքեյ, համաձայնվում եմ այդ խցանման հետ, մեկ էլ երևի մի րոպե չանցած, մեկ էլ բանի, մի գարկեքի ձայն եմ լսում, մեկ էլ պատտվում, տեսնում եմ դեսպանատան մեքենա, ինչ որ հյուր է տանում այրոպորտ ու դիմացից ոստիկանության մեքենան, այս դեսպանատան մեքենայի ճանապարհը բացելով, իրան առաջնորդում ասած, եկան կողով անցան, ասի կախրած մտա իրանց հետևից ու այդ պրոբկի մեջ իրանք ճանապարհ բացրով եկա Էլիտ պլազայի խաշմերուկից արդեն աչ արեցի։ Արդից օգտվել ես էլի։ Հա, բայց իրավիճակը փոխվեց, կոնկրետ։ Երբ որ դու ընդունում ես իրավիճակը, ասում ես, օքեյ, ես համաձայն եմ այս ամենին։ Ուշացանք։ Հա, ուշացանք։ Всё, ուրիշ բան չկա։ Միանգամից լուծում է գալիս։ Դրա համար սա էլի Յունգի բանից է գալի, գիտությունից է գալի, երբ որ իրավիճակը ընդունել ինքը ստրատեգիական բան է փոխում։ Կա չէ, այսպեսի խոսք ասում է, արա այնինչ քեզանից կախված է եւ թող լինի այնինչ պետքա լինի։ Այսինքն այդ բալանսը այդ մտքերը, չգիտեի որ դա այտենց ֆիքսված ու ինչ-որ մեկներից շատ ուժեղ բան է ձևը։ Այսինքն դու անում ես մաքսիմումը ու հետո բաց ես թողում, թող լինի նենց ոնց պետքա լինի։ Ու եթե չի լինում, չընկճվես։ Եթե չի լինում, ուրեմն սա, կստացի էլի մի հատ շատ լավ հետաքրքիր խոսք է մետաֆիզիկայում, ասում ամեն ինչ վերջում լավ է լինելու, իսկ եթե լավ չի, ուրեմն վերջը չի։ Ճիշտ է։ Այսինքն եթե քո ասած ինչ որ մի բան այն չի լինում, ուրեմն սա նույնպես միջանկյալ մի հատ կանգառա, որտեղ դու պետք է սինուսոիդի նման սենց ճոճվես կյանքիդ։ Իդեպ այդ կյանքի հետ ճոճվել ինքը նույնպես շատ մեծ հմտություն է, որ դեպքը տեղի ունենում, դու դեպքի հետ ոչ թե դիմադրում ես, ոչ թե պայքարում ես, օքեյ, եղավ, դու դեպքի հետ ճոճվում ես։ Սա էլի մետաֆիզիկ գիտություններում համարվում է ամենաէֆեկտիվ ստրատեգիաներից, որ դու կարող ես խաղաս կյանքի հետ տանգո ապրես, այսինքն եկավ ես դեպքը, օքեյ, հետո ես եմ առաջ գնում, հետո կյանքը, հետո ես, հետո կյանքը, ու սենց դու ապրում ես։ Պաստորեն պարովել է պես բաղալ։ Այո։ Մեր տարիքում այն ինչը զարգացնում է մարմինը եւ նաեւ էմոցիաները եւ հոգին, այդ ամեն ինչը իհարկե շատ օգտակար է։ Հիմա կողքից կլսենք, մտածեն, տարեցենք, արդեն թոշակի ենք պլանավորում գնանք։ Դե իհարկե տարես չենք, մեր տարիքում ամենաակտիվ ստեղծագործ տարիքն է գործարի համար։ Ճիշտ է։ Բայց դե մեր ակումբում 3 սերունդ կա, քեզ ասեմ, ունենք ավակ սերունդ, ով 50-ից 55-ից բարձր է, մեր սերունդն է 40-ի մոտ եւ մեզնից կրտսեր սերունդ ունենք, ովքեր մինչեւ 30-ն են եւ մենք միջին սերունդում ենք գտնվում եւ բոլորն մեր համ սովորելու բան ունենք, համ ցույց տալու էլի։ Ապրես։ Ավակ սերունդը սովորելու շատ բան չունի, փորձառու են։ Այո։ Մենք այդ մեջտեղում ենք։ Լավ տեղ։ Ինչքան էլ որ չեմ ուզում ավարտվի դիալոգը, ֆանտաստիկ էներգիայով, թեթև, խորը, Սուրենի հետ կարելի է ժամերով, օրերով նստել, շփվել, զրուցել։ Եվ ես մի ավանդական հարց ունեմ կլուբ կապիտալի մասին, քանի որ մենք երկուսս էլ կլուբ կապիտալի ներսի մարդ ենք, կուզենայի այս հարցը մենակ տայ, ինչա ակումբը քո համար եւ այս հարցով մենք ավարտենք։ Ակումբը մի տեղ է։
որտեղ ես գալիս եմ առած ակնկալիքի, բայց դուրս եմ գալի հանգստացած ու ինչ-որ մի հատ նոր մտքերով։ Շատ ժամանակ երբ որ դու ներկայացնում ես մարդկանց, հետո հնարավորություն ես տալի մարդիկ իրենք իրենց մասին խոսան, դե արդեն ոնց որ ընդհանուր պատկերացում, առաջին ինֆորմացիան է գալի, ինչ որ բան քեզ հետաքրքրեց, մոտենում ես, խոսում ես դրա մասին, շատ նոր բացահայտումներ է լինում։ Շատ ժամանակ չնայած ինձանից երևի դա չեն էլ սպասում, բայց չգիտեմ, այտենց մի հատ սովորություն եմ, սիրում եմ կարծիքով կիսվել ու ես սպասում եմ, որ մարդիկ իմ հետ կիսվեն կարծիքով, որովհետև ինչքան շատ կարծիք, այնքան ավելի լայն մասների լայն մտահորիզոն ու քո բիզնեսի համար ավելի լայն շուկա, այսպես ասած։ Եթե ես գիտեմ 10 հոգի ինչ ակնկալում իմ գինոց կամ իմ կառուցապատվող թաղամասից, ես արդեն գիտեմ ինքը ինչպիսին պետք է լինի։ Չէ՞ որ եթե մենակ իմ ճաշակով անեի, իսկ իմ նման մարդիկ, չգիտեմ, 100-ն, այդ 100 գնորդով պետք է սահմանափակվեի, դրանց պետք էր գտնել։ Սիրում եմ դա, կարծիքներն եմ հավաքում, լայն նեթվորքինգ է տալիս, շատ հարցեր, չնայած երբեք շրջապատից չեմ նեղվել, բայց շատ հարցեր ընդհանրապես մի զանգով պետքա կամ զանգել քեզ, կամ զանգել ակում, կամ դու ուղղակի արդեն ճանաչում ես այդ մարդուն ու լինում են նաև դեպքեր, երբ որ զարմանալի օրեն Հայաստանում կա նոր պրոդուկտ, նոր հնարավորություն, նոր ծառայություն, որի մասին դու գիտեիր, բայց չգիտեիր, որ Հայաստանում հասանելի է։ Մի խոսքով ինֆորմացիայի մեծ պատոկ, լիքը լավ մարդիկ, լիքը լավ էներգիա, ու այդ տարակարծությունը բոլորս բիզնեսմեն ենք։ Ինչ որ բայ հաստատ բոլորս ինչ որ բան վաճառում ենք։ Մենք վաճառում ենք ում մեր նման բիզնեսմեններին, որպեսզի շատ այնց էգոիստիկ չլինենք ու սահմանափակ չլինենք բիզնեսը զարգացնելով, պետք է իմանանք շատերի կարծիքը։ Սա այդ հնարավորությունն է նաև։ Ես ասեմ քեզ նաև դու Club Capital-ի անդամներից ես, ով շատ տալիս է ակումբին, հենց այո, մենք միշտ սկսած ֆիզիկական, հա, ասենք նույն, չգիտեմ, մեր առիթներին ամբողջությամբ քո կոնյակն ես մեզ հյուրասիրել, մենք խմել ենք ձեր մոտ այցը, ծառերի այդ արարողությունը, որ պատմեցի, նաև էներգիայով ու քո ներկայությամբ, այս առումով, երբ որ ակումբակիցը գործար, ակումբա գալիս տալու էներգիայով, տալու պոզիցիայից ինքը նաև կարողանում է վերցնի ու վերցնելը սկսում է տալուց։ Բնակարաններին էլ զեղ չեմ տալիս։ Հա, այո, բնակարաններին էլ զեղ չա տալի, եւ մեր ակումբի բոլոր են գործարանները եւ այն մարդիկ, ովքեր Սուրենի մոտ բնակարան են ձեռք բերել, վստահաբար ամենալավ պայմաններով են դա արել, ամենալավ փորձել եմ։ Այո։ Ժամանակի թելադրանք կա այդտեղ, թող ոչ ոք չնեղանա, որ ինչ որ մեկի անից ավելի իր համար լավ պայմանով է ստեղծվել։ Չէ, դե հիմա շատ բոլոր տեսակի առաջարկները իրանք ֆինանսական հաշվարկ ունեն։ Այս հարցին ուզում եմ ասենց հասարակայնորեն պատասխանել, որ ինչ որ մի փուլում ունենք մակերեսի սահմանված չափականակ, որ կարանք այդ գնով ծախենք, վաճառենք, այլ պայմաններում ուղղակի բիզնես մոդելից դուրս կթռնենք։ Դրա համար տարբեր ժամանակագրական հատվածում գինը փոփոխվում է, ու դա նրա համար չի, որ մենք ավելի շատ փող աշխատենք։ Ուղղակի բոլոր հնարավոր էժան տարբերակները արդեն օգտագործել ենք, վաճառել ենք ձեր նման լավ ընկերների համար։ Իդեպ ցանկացած պայդրությամբ դու մեկա տալիս ես այդ պայի համար շահավետ պայման։ Իհարկե։ Ես ուզում եմ ֆիքսեմ հանուն արդարության։ Իհարկե։ Ես միշտ փորձում եմ առաջի հերթին տամ, հետո չեմ սպասում, բայց միշտ ստանում եմ գրիկ։ Դե իդեպ այդ քո արխետիպի բնույթն էլ է, ութերի։ Մենք այդ կադրից դուրս ենք թողել այդ քննարկումը, 8 արխետիպի տակ ծնված մարդկանց մասին շատ հետաքրքիր բաներ մենք քննարկեցինք, իմացանք, բայց դա բացահայտեցինք, գիտականորեն ֆիքսեցինք, որ դա այդպես պրոստը չի ստացվում, այլ դա գիտություն կա։ Այո։ Այս դրա մասին արդեն հետո։ Դե շնորհակալ եմ Սուրճ ջան, շատ լավ դիալոգ էր, մեր մոնտաժողի համար շատ դժվար է լինելու, որովհետև կտրելու բան չկա, տևողությունն էլ բավական երկար է։ Սով եմ ինչ-որ մի լավ բանի մեր ունկնդիրների համար սա կծառայի, իսկ ունկնդիրներին առաջարկում եմ գրել ձեր հարցերը եւ ինձ եւ Սուրենին մեկնաբանություններում եւ մեր ոդկասթը ավարտվելու այն օրը, այն ժամին, երբ մենք վերջի հարց գրողին կպատասխանենք ու դուք էլ լիարժեք մեր համար այս հանդիպման կողմ կլինեք ու ձեր հարցերով կմասնակցեք։ Դե Սուրճ ջան, շնորհակալ եմ։ Ապրես, շնորհակալ եմ։